Ասում։ Երկրորդ օրինակը բերում է Հրանտ Բագրատյանը Մեղրիի ճանապարհը, որը հատված ունի, որը ուղղակի սահում է այդ ճանապարհը եւ ամեն տարի բավական մի քանի կիլոմետր ճանապարհ կորում է եւ ամեն տարի դա վերանորոգվում է կրկին նույն Խոսրով Հարությունյանն ասում է շրջանցիկ ճանապարհ կա, ասում է թող ժողովուրդը այնտեղով գնա։ Սիրելիներս, եթե շրջանցիկ ճանապարհ կա, ուրեմն ուշադրությունը դարձրեք դրա վրա, ոչ թե ամեն տարի գումար լվացեք այդ սահուն ճանապարհի պատճառով։ Նույն ձևի գումարները լվացվում են այստեղ։ Տեսեք, Երևանում էլ կենտրոնի նոր ասֆալտապատած ճանապարհները քանդեցին, կրկին նոր ասֆալտապատեցին։ Ինչ է դա նշանակում։ Պարզ բնական գումար լվանալու մեթոդ է։ Եվ այսպես նոր կարդաց արանել Արցախում ինչ վերանորոգումների գումարներ են հատկացում, տեսնում եք, թե ուր են գնում այստեղի ուղարկած դրամները։ Դրանից հետո որոշելի կա արդեն ձերն է։ Դուք գումար վճարելու եք ինձ թե ոչ։ Ձեր ցանկությունն է արդեն։ Ուրեմն բաստարին վրա գտեսնեք AMG-ի հասեն այս բացարիք խեղճուկ զենք կազմակերպության, որ ժողովրդի ուրեմն դեսայրից նյասիկա եւ մեր խոսքը գտեսնեք, որ մենք բարձրապես մեր հոգի ենք։ Բարը կներեք համաձայն չեմ Հարոտ ջան, հպարտ կայանա։ Հպարտ կայան։ Այո, հպարտ կայան։ Մենք խեղճուկ չենք։ Նո, ես իրականությունս խեղճուկսելով, այսինքն բայց հպարտ։ Բայց հպարտ։ Այո։ Ես կուզեմ համացնել, եթե հնարավոր է, որտեղ ես հաշվաբար ունեմ հիմա, որ ամբողջ Հայաստանի հիմնադրամին այստեղից Western, ով որ հիմա փողահավաքական է, այս դագը միջալ եւս նայր, այստեղ website կա, thetruthmustbetold.com։ Ես խնդրում եմ, որ այս թող մնա մի քիչ, ժողովուրդ մտիր այստեղ, այս դոկումենտը խնդրում եմ download արնել եւ կարդացեք։ Ամբողջ ամեն ինչ կա այնտեղ։ Լավ, հաշվաբար ունեմ, որ հիմա կաշխատի Thanksgiving օրը հատուկ ես ասեցի, որ պիտի հասցնենք, ինքը անընդհատ այս թուղթերը սախ ուսումնասիրում է։ Ավելի շուտ երկու մարդ է, որ սախ ծայրից ծայր կնային սխալներ ամեն ինչը։ Հիմա արդեն ես սկսել եմ ստացել տվյալներ։ Կուզեմ կարդալ ցես համար, եթե հնարավոր է, 2006 թվականից եւ մինչեւ 2011 թվականից Հայաստան հիմնադրամին մասնաճյուղ այստեղ որ գտնում է Լոս Անջելեսի մեջը, ինչքան օգուտ է, ինչքան վնաս է։ 2006 թվականին ընդհանուր եկամուտը Հայաստան հիմնադրամին Լոս Անջելեսի մասնաճյուղ օֆիսը այն կնշանակե թելեթոնը ինչքան որ կհավաքվի Western, ոչ թե Նյու Յորքին նալ կաշխատին, բայց չգիտեմ կհասցնեն այսօր մշակելը, բայց ես ասեցի կարևորը այսօր Լոս Անջելեսն է։ Նյու Յորքին ճիշտ ասած փոքր գումար կստանա, այս է մեծ աղբյուրը այս է։ Լավ։ 2006 թվականից ընդհանուր եկամուտը, որ Հայաստան հիմնադրամը ուներ 1,801,464 կներես 1,801,000 $464 լավ, այս փոքր թիվերը չի պիտի կարդամ, ես միայն մեծ թիվերը կարդամ այստեղ։ Այդ այդ հավաքածից ինչքան ծախս են արել, որ այդքանը հավաքեն։ Հիմա ընդհանուր ծախսը որ կա, որ այդ քրասնյակը ուներ այն տարին մի պատճառով $4,346,000 Հավատում ես, այս 2006 թվականից պատմություն է, որ եկամուտը ներկայացուցին ամերիկան կառավարությունին 1.8 միլիոն եւ իրենց ծախսը ներկայացնում եմ 4.3 ասել է վնաս իրենց օգուտը ինչ է մինուս $2.5 միլիոն Այս 2006 թվականին է։ Հաջորդը 2007 թվականին ավելի լավ տարի էր քոնե Հայաստան հիմնադրամի համար։ Հայաստան հիմնադրամին ընդհանուր եկամուտը մոտ $2 միլիոն էր։ 1.9 եւ ինչ գիտեմ, $2 միլիոն էր։ Ընդհանուր ծախսը $750,000 էր։ Օգուտը $1,200,000։ Ասել է Ադամփոշ թելետոնը որ արեցի, որտեղ մի մոռանալ, Ֆրանսիան արդեն փողը տվավ, մնացած երկիրները մեծամասնություն ամփոփ այս թելետոնի օրի համար է, որ իրենց ծախսում են $600,000, որ կարենան փող հավաքել։ So օգուտ եկավ $1,200,000, որ Ադամփոշ ջանքերը տնեն, մարդիկ փերեն Հայաստանեն, որ հանգստանան այստեղ եւ մանգան եւ Քեֆանեն եւ այլն եւ կորցանի որ Սարգիս Քոչարյանալ իր 100, չգիտեմ, $20,000 դարին ստանա եւ այլն իր Սարգիս Քոչարյանին փանը
արդյունքը 1.2 միլիոն դոլար էր։ Բայց չգիտեմ, Սարգիսը կարծեմ չկար 2007 թվականին, կարծեմ ուշ եկավ։ Կարծեմ այստեղ գալիս է 2008 ինչքան որ գիտեմ։ Կամ ինքը ցածր պաշտոն ուներ այստեղ։ 2008 թվականը մի մոռանալ, ես սկսի Հայաստան հիմնադրամին ուսումնասիրելը կամ բաց խոսելը Հայաստան հիմնադրամի մասին 2001 թվականին, այնքան առաջ ես չէի գտնում Հայաստան հիմնադրամը ինչպես որ այն տարին արեցի։ Այնքան առաջ ճիշտ է, ես բողոքում էի, բայց մաս մգա որ ով լսում էր առային այն ժամանակին, մինչև հիմա։ Լավ, 2008 թվականին Հայաստան հիմնադրամին այստեղից Western եկամուտը 5 միլիոնեն ավել դոլար էր, մի քիչ։ Ծախսը 1 միլիոն դոլար ավել։ Օգուտը մինուս 5 միլիոն դոլար։ Այս 2001 թվականից նոր է։ Սարգիսը ընտանիքը պահեր է իր 100,000-ը 2008։ Այո։ Հաջորդը 2009 թվականին։ Մի քիչ ավելի լավ տարի էր կամ 2008-ը, որ իմանաք, եւ ես պետք է ես հիմա որ download անեմ ասամ, ինչ գտնենք էկրանի վրա, որ քո աչքովը տեսնաս վերջը։ 2009 թվականին եկամուտը 726,000 դոլար եւ ծախսը 836,000 դոլար։ Ասել է որ 100,000, 109,000 դոլար վնաս ստացավ։ Այստեղ են դրամավակներուն վնասեն գոր։ Այո, որտեվ ինչքան եկամուտ որ կա եւ ինչքան ծախս որ տնեն։ Այն դարին 109,000 դոլար վնաս։ Ուրեմն մի հարց տանք, դեմեք։ Դրամ չէր տարգոր ասինքն։ Չէ, այդ տարիները չեն կարող գնել։ Եկեք այսպես։ 3 տարի գանիք որ ոչ մի բան Հայաստան չի գնում։ Ահա, մի պարզ հարց տամ։ Սա ամերիկյան թաքսերի կառավարության կողմից են աստեղանները։ Այ որ Հայաստանի հիմնադրամը պարտադիր պետք է ներկայացնի։ Դե սա այստեղ պարզ կարելի է, պարզ երևում է, որ շատ ավել են ստացել, ուղղակի այս պետությանը թաքս չվճարելու համար ավելի քիչ են ցույց տալիս։ Ես չեմ կարծում որ Չէ։ Այստեղ թաքս չատրվում որ Հայաստան հիմնադրամը թաքսին լրիվ ազատ է։ Լրիվ։ Լման ազատ է։ Պատճառը որ միշտ կորուստով են եւ ամեն տարի գալիս են։ Եթե կորուստով են, քանի ինչա հաշվել չգիտեն իրանք։ Չէ, լավ, որտեվ վստահ արդեն երևում է որ ժողովուրդը վստահություն չունի իրենց վրա։ Ասած, կոպիտ խոսք եմ ասում, այս ամբողջ թաշխալան այս 500,000-ի համար, հա։ Այս ամբողջ չէ, շարունակեմ։ Կոպիտ բան եմ ասում։ Ինչ 500,000։ 500,000։ 500,000-ը ենթադրենք եկամուտը մնում իրանց օգուտը։ Ինչ օգուտ չես տեսնում, հիմա հետո գտի լավ։ Ես շարունակեմ։ 2010 թվական թերթը չկար։ Հայաստան հիմնադրամը եկամուտ 1,187,000 դոլար։ Ծախս 968,000 դոլար։ Նոր է։ Ասել է այս անգամ օգուտը 216,000 դոլար է։ 2016 դոլարը արդեն ծախսերը ինչ կան մեջ, այդ ծախսերուն մեջ։ Տելեֆոնի ծախսը, օֆիսի ծախսը, գիտես այս թիվերը շատ չեն փոխվում։ Իրանց ֆոմսերը, գալստը, այստեղ հիրանոց ուտել։ Ծախսերը իրենց օֆիսի ամեն ծախսերը մեջ են։ Ծախսերը մեջն է։ Դարեգան ծախսերը։ Պլյուս, այո։ Պլյուս տելեֆոնը, տելեֆոնի ծախս եւ տելեֆոնը, պլյուս advertising, consultant-ներ կան, հաշվավարությունը կա, չգիտեմ ինչ։ Լավ, վերջինը որ ես ունեի դեվիանները 2011 թվականից, որտեղ այն էր իմ թուղթերը, որ կարծա քաշել, ուսումնասիրելու համար ասթերթի համար 2011 թվականին եւ մի մոռանալ ասթերթը եւ մեր ցանը բարձրացուցենք 2001 թվականից սո հավանաբար այս է մեր արդյունքը մեր բողոքը եւ այլն 2001 թվականին եկամուտը 823,000 դոլար ծախսը 768,000 դոլար օգուտը 55,000 դոլար 55,000 դոլար օգուտ կար Հայաստան հիմնադրամի եւ մի մոռանալ այս 55,000 դոլարը ես մի բան ասեմ ինչքան գամավորներ կան, որ իրենց ջանքերը թնում են, մի մոռանալ, այս Հայաստան հիմնադրամի գլխավոր մարմինը անունները գրված են այնտեղ, ով որ գլխավոր մարմինի վրա այստեղ գտնվում է, փաստաբաններ, բժիշկներ, չգիտեմ ինչներ, եւ ամեն շաբաթ կամ ամենես նշված է քանի ժամ արդյունք կտնեն մեջը, իրենց volunteer որպես 0-ի վրա։ Եթե ասոնք փոխանակ այնտեղ փորձեր ղեկավարել, որ լավ չեք ղեկավարել միջալ եւս, եթե այս է ծեր արդյունքը ամբողջը սկսած սրբազաններով, սկսավ as AGBU ով որ կաս անդամներ եւ անդամներուն ես պիտի ներկայացնեմ այսօր, ով է իրենց գլխավոր մարմին այստեղ Լոս Անջելեսի մեջը, որ քեզ նահատակ անարդյունավետ են։ Այո, որ արդյունք չունեք
Ծեր աշխատավարձը, որ դուք ստանում եք, ածամփոշ աշխատանքը Pan մգա, որ ես կճանչնամ, որ մեջն է, ես գիտեմ, որ իր ժամականը $400 է ժամը։ Եվ Արա Աղեշյանի ժամանակը, Արա Աղեշյանը ինչքան կարող է ստանալ։ Ինքը մեծ փաստաբանը կոնե $500 ժամը ինքը ստանում է։ Եվ ինքը աչափ ժամեր թրեր է մեջը։ Արա փոխանակած ժամերը գիտեմ որ նախախաչես հիմա եւ լավ է որ նախախաչես որտեւ իսկապես սուտասանի մեկ մնես ես այն ակարգում ավացուցել որտեւ թուն խոստաբանեցիր քո օֆիսը խոստաբանեց որ իմ հետս պիտի հանդիպես եւ չաղկալի նման փախեր ես ինձ մե ինչու ինչ ունես թաքցնելու վերջապես Արա Աղեշյանը ինքը ասենք թե որ $500 ժամը ստանում է եւ ինքը վստահ եմ հավանաբար ամեն տարի 100-200 ժամ գտնե այս բանի մեջը ինքը միայն այդ օգուտը կարող է փակել առանցին բայց մնացածները ուրեմն այստեղ ժողովուրդը որ տրամ գուտագոր 190-ը գերտագորած ծախսերուն վրա այո Եվ Սարգիս Քոթանջանին ջեբը, որ այսօր Սարգիսը պիտի գանի այնտեղ ես Սարգիս Քոթանջանը տնօրենն եմ Հայաստան հիմնադրամը, խնդրեմ, ես ընտանիքը ես իմ Range Rover-ս պետք է բենզին տնեմ մեջը, ես պետք է գարենամ գնամ բանը թանգնոց ճաշարանները եւ սառույցը կփերեն, Սարգիսին հետ հանդիպերեմ, գիտես ինչ Սարգիսին ջե ուդում խմում։ Սուրճ կխմեմ, սիգարետ կծխե եւ սառույց կփերեն, որ ինքը Red Bull Adzevran, որ համ սուրճը տնեմ Red Bull-ը, որ ինքը ուժեղ լինի, էներգիա ունենա։ Ուրեմն այս նվիրատվություններու հարցը շատ կարևոր է, գտեսնեք։ Հիմա եթե դուք նվիրատվություն ունեք մեզի AMGA գայանին, նախ ածևով կաչարած գլակ AMGA-ը, որ շարունակե իր ուրեմն աշխատանքը ժողովրդին համար այսպիսի ծրագիրներ ներկայացնելու, իրականությունները ներկայացնելու եւ առանց որ դուրսեն ուրեմն կոնտրոլը լալու։ AMGA-ը միակ ազատ ծրագիրն է։ Գտեսեք մենք բարձ խոսում ենք ինչպես կարծես որևէտեղ առանց մեկը մեզի դիտելու հետևում ենք այստեղի right of speech։ Այո Ամենս որ ծերնվերատությունները գնակ ուղարգել, չեք գնակ ուղարգել, նամակ մնալ գնակ մեջը տնել, շնորհակալության նամակ կամ ծեր գարձիկներուն նամակը ուր եւ ես իմ ծրագիրս կնամ գարտալ ծեր նամակը եւ սիրով։ Ամենս որ ծերնվերատությունները այս կոապանության օրով ավասիկ ալտերնատիվ ծրագիր մնե ասիգա, ժողովրդի ծրագիրն է Եվ այսպիսի գազամագերբությանը թիգում կգանքնիկ եւ գիտեք որ տրամը ուր գերտագոր եւ ոչ թե այսպիսի բարակայի ուր 190-ը կգործվի Ես ուղղակի կասեի Հարո ջան ուղղակի ամոթա այս 50 կամ 100 կամ 300,000 եկամուտ ունենալու համար օգուտ ունենալու համար այսքան մուրացկանություն արվի այսքան նվաստացնեն նվաստացուցիչ ցույց տան եւ Հայաստանի ժողովրդին եւ Ղարաբաղի որ իրանք չփավորեն այդ գումարը չունեն այդ ճանապարհը սարքեն կամ ջուրը քաշեն Բայց դուք ես Հայաստան հիմնադրամին տելեֆոնը Լոս Անջելեսի մեջ ինչ դարձավ վստահ եմ որ եւ սաղ պաշտոնյաները գալիս են սաղ պաշտոնյաները գալիս են ով որ պետք է չունե որ գա կուքան որտեղ it's a free vacation սպյուրքը մենք ով որ նվեր կուտա Հայաստան հիմնադրամը դուք չեք տալիս աղքատներուն համար Արցախի մեջը կամ Հայաստանի մեջը դուք տալիս ես որ հրանտը գա այստեղ եւ վարե այս հաղորդումը դու տալիս ես որ Պարքև Սրբազանը գա այստեղ եւ հանգստանա դու տալիս ես այստեղ որ Բաքոն գա այստեղ Լոս Անջելես եւ ինքը հանդիպե պրեֆտե պաշտոնյաները բայց նորեն հանգստանա եւ մնացած ով որ եկավ Հայաստանեն Արա Վարդանյանը որ գա Հայաստան հիմնադրամին տնօրենը ամոթ քեզ եկար այստեղ մեր հաշիվով արձակույց անելու այն է Իրենց գալիս են, բդդում են աշխարհի 4 կողմը, պրեֆտը Հայաստան հիմնադրամի պատճառով, ասում են, որ ասնալոգ թուղթերը շատ հետաքրքիր են եւ ինչ պատկեր կան այնտեղ։ Հիմա ես բզիկ դեսայրիզմը ցույց տամ, որ մի դեսնեք թե Հայաստանի վարչապետը ինչպես կպատասխանե Փարքավաճ Հայաստանի ուրեմն ներկայացուցիչին Ուլիխանյանին։ Դիտենք ասիգա։ Ավասիկ Մեծացուր հարու Արգելի կառավարություն բյուջեն լսելիս պետաիրավական հանձնաժողովում նկատելով
վարչական շենքերի վերանորոգում հոդվածը, որի ներքո 200 միլիոնից ավելի գումար նախատեսվում է ծախսել, հարց տվեցի, վարչական շենքերի ինչն է վերանորոգվում, ինչ պայմաններ են բարելավում, ում համար, վարչական ապարատի համար, թե ինչ, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը պատասխանեց, թե ֆասադի վերանորոգում, տանիքների վերանորոգում եւ այլն։ Ուրեմն 2 օր առաջ քաղաքներից մեկում դպրոց է գնացել, համակարգական գործող դպրոց, որը նման է, գտնվում է ավելի ճիշտ, ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում։ Նորից պիտի կրկնեմ, ինչ ասել են բազմիցս իմ գործընկեր պատգամավորները ԲՀԿ խմբակցությունից։ Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որոնք սկի ֆասադ չունեն, էլի որ վերանորոգվի, տանիք էլ չունեն, որը պիտի վերանորոգվի։ Երևան քաղաքում պետական պոլիկլինիկական ծառայություններ մատուցող հիմնարկներ կան, որոնց հատակը ծակա, իսկ պատոհաններին ապակի չկա։ Գյուղերում առողջության առաջնային պահպանման կենտրոններ կան, ամբուլատորիաներ կան, որտեղ մարդավայել պայմաններ չկան, նույնիսկ գոյություն ունենալու։ Ո կառավարություն, հարց եմ տալիս, միթե հնարավոր չէ այդ 200 միլիոնը հետաձգելով ֆասադի վերանորոգումը եւ տանիքների, տալ երեխաներին, մանուկներին, հիվանդներին, աշակերտներին, հետո մյուս տարվա բյուջեով նախատեսել։ Ես չեմ խոսում էլ մնացած իմ կարծիքով աննպատակ ծախսերի մասին, սա է հարցս։ Հարցին պատասխանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, համեցեք պարոն վարչապետ։ Հնարավոր է։ Երկրորդ խոսափող։ Կհանեք այդ հոդվածի ներքո այդ գումարը, փոխանցեք այլ հոդվածների տակ, որպեսզի Վահան գյուղի մանկապարտեզը, Չարբախի պոլիկլինիկան, Արարատի հանրակրթական դպրոցը կոնկրետ բաներ եմ թվարկում վերանորոգվեն։ Այս տարվա բյուջեով, նպատակային ծախսերով։ Հավարտեցիք։ Այո։ Ոչ։ Դեսանք մեր աչքովը Հայաստանի Հանրապետության վարչապետը Փառքավաճ Հայաստան Գուսակցության ներկայացուցիչին խորհրդարանի մեջ դեսակ ինչ հարցում գարցնե ժողովրդի իսկական վատ իրավիճակը ցույց կտա եւ դեսակ ինչ մեկ բարով մեկտի դեդեց եթե մեկ բարով մեկտի դեդե Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գուսակցության ներկայացուցիչին ինչպես կգարձեք որ մեզի պիտի նետե հասկանաք ինչ է ես ունիմ ուրիշ տեսահարից մնալ եւս բայց սակայն հիմա իմ կովեսյուրը ունեցա Անահիտ դին Անահիտ Մարտիրոսյանը բարի եկար բարի ձեզ Եվ կեզի ներկայացնելու պետք չի գա եւ ավելի կարևոր գործ ունենք անելու այսօր այո ամբես որ Անահիտ ջան դու նայ աստեղ հազարում եք գիտեր կան գուզես նախ ներկայացնել ու այսօրությամբ ինչ գուզես ասել այսօրվա նախ ուզում եմ ողջունել այս հաղորդումը որը հեռարձակվում է Լոս Անջելեսում ամենաանկախ, ամենաճշգրիտ հեռուստակայանից, AMG-ի հեռուստակայանից եւ ուզում եմ անձամբ իմ անունից մեր AMG-ի հեռուստակայանի տնօրինության, ղեկավարության, աշխատակազմի, նաեւ այստեղ ներկա մեր բոլորի անունից շնորհավորել համայն հայությանը գոհաբանության Thanksgiving-ի տոնի առիթով եւ ասել Աստված բոլորիս պահապան, Աստծո աչքը պահապան լինի մեր Հայաստան աշխարհի վրա, որի արդարության, ճշմարտության, սահմանադրական իրավունքների, մարդու իրավունքների, այն ամեն ինչի համար մենք այսօր պայքարում ենք, Աստծո դատաստանը թող լինի այս իշխանությունների վրա եւ Աստված թող լույս իջեցնի Հայաստան երկրի վրա եւ մեր երկիրը թող բարգավաճի, զարգանա եւ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները, մեր մանուկները, մեր ազատամարտիկները, ովքեր այսօր մեր օգնության կարիքն ունեն, ստանան այն, ինչի համար մենք այսօր պայքարում ենք։ Շնորհավոր գոհաբանության տոն։ Բարեկամներ, ինչպես գիտեք, ես
Արդեն տարիներ շարունակ Հայաստան համահայկական հիմնադրամի մասին խոսել եմ, ասել եմ եւ պետք է նորից ասեմ, մենք դեմ չենք գումար հավաքելուն, մենք դեմ ենք, որպիսի ուզում մենք մեր ցանկությունն է, որպիսի այդ գումարը իր նպատակին ծառայի, որը ինչպես քիչ առաջ Արամ Մանուկյանը արդեն ներկայացրեց, թե այս ամբողջ խառնաշփոթ, այս ամբողջ աժիոտաժը, այն ամենը, որ գալիս են այստեղ գումար հավաքելու, ինչ արդյունք է ունենում։ Սրա մասին մենք արդեն տարիներ շարունակ գիտենք եւ Արամ Մանուկյանը այսօր հստակ ներկայացրեց այդ ամենը։ Կոնկրետ օրինակով, միթե 50,000 կամ 200,000 դոլարի համար կարելի է ամբողջ, ես ինչ գիտեմ, մի մեծ խոշոր պատվիրակություն հասցնել Լոս Անջելես այս թելեթոնը անելու համար։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, բարեկամներ, որ Լոս Անջելեսը ամենամեծ հայկական համայնքն է եւ Լոս Անջելեսում է ապրում եւ ստեղծագործում Սփյուռքի ամենամեծ մտավորականության մեր արվեստագետների սերուցքը։ Միթե այս ամբողջը մի հրան փոխակյան չարժեն կամ միթե այս ամբողջ Սփյուռքի մտավորականությունը եւ արվեստագետները պալատական երգիչները, Հայաստանի պալատական երգիչներ չարժեն, որ այսքան գումարներ են ծախսում, բերում են այսպես ամենաճանաչված հյուրանոցներում են պահում, կերակրում, չգիտես ինչեր անում, որպեսզի կոչ անեն, որ ինչ որ հիմնադրամի համար գումարներ հավաքեն։ Այդ ամենը այստեղի միջոցներով էր կարելի էր անել եւ շատ ավելի մեծ օգուտներ ստանալ։ Չգիտեմ, արա ինձ հետ համաձայն ես թե ոչ։ Ես համաձայն եմ, իհարկե։ Բայց տեսեք, բայց մտածում են, որ ինչու Անահիտին ընդգրկեն, ինչու մյուսին, որովհետև հանկարծ կարող է իշխանությունների հասցեին ճշմարտությունը խոսեն։ Իսկ նրանք վախենում են այդ ճշմարտությունից։ Հենց դա է պատճառը, որ նրանք բոյկոտում են մեր AMJ-ի հեռուստակայանը, որովհետև AMJ-ի հեռուստակայանը անկախ կայան լինելով ամբողջ ճշմարտությունն է ներկայացնում Հայաստանի համար։ Հայաստանը մեր բոլորի սուրբ հայրենիքն է, Հայաստանը մեր մայր հողն է, մեր երկիրն է, մենք այստեղ նստածներս և ընդհանրապես բոլորս մեր երկրի նկատմամբ ոչինչ չունենք, մեր պահանջը այս խարդախ իշխանությունների համար է, մենք խոսում ենք միմիայն իշխանությունների մասին, մենք մեր երկրի հետ որևէ պրոբլեմ չունենք, մենք ուզում ենք մեր երկիրը բարգավաճի, իսկ իշխանություններն ինչ են անում։ Կոնկրետ մի բան եմ ուզում խոսել, ես նստած լսում էի այսօր Արմենն էլ էր խոսում եւ այլ։ Եթե այդքան արդար եք, եթե այդքան ճիշտ եք, եթե ամեն ինչ այդպես, ինչպես հիմա ես զուգահեռ նայում եմ նաեւ ձերը, որպիսի համեմատություններ անեմ, այս թելեթոնն եմ նայում, որպիսի իմանամ, թե դուք ինչ եք ուզում, ձեր ուզածը ինչ է։ Եվ ինչն է հետաքրքիր։ Եթե այդքան ամեն ինչ արդար է, այդպես դնում եք, թվեր եք ցույց տալի, ինչու Սփյուռքին զրկեցիք ընտրելու իրավունքից։ Դուք Սփյուռքից վախենում եք։ Սփյուռքից վախենում եք եւ եկել եք Սփյուռքից գումար եք հավաքում, մուրում, ես կասեմ մուրում։ Դե դեպքում, եթե այդքան արդար եք, թույլ տվեք Սփյուռքն էլ ընտրություններին մասնակցի։ Ինչու զրկեցիք։ Որովհետև դուք հասկացաք, որ Սփյուռքը ձեզ չի ընտրելու եւ դրա համար դուք սահմանադրական փոփոխություն արեցիք, Սփյուռքին ձայնի իրավունքից զրկեցիք։ Եվ ով փոխեց, ով է մեծամասնությունը, որ ցայն դրեցին, ալիգարխները։ Այո, եւ այս այն որ օգուտ կստանան այսօր, պետք է հասկանանք ժողովուրդ։ Հայաստանի մեջը մեր պատգամավորները, որ իրավունք ունեն մեր օրենքները փոխելը, իրավունք չունեն բիզնեսով սպառվեն։ Ինչու՞։ Իհարկե կոնֆլիկտ է, որտեղ ինքը պիտի մտածի իմ բիզնեսի համար ինչ է օգուտ։ Իր օգուտի մասին կմտածի, այն պատճառով մեծամասնություն ալիգարխները Դոդի Գագոն ինչ իրավունք ունի ալիգարխ լինել։ Գիտենք, որ Դոդի Գագոն ամենահարուստ մարդն է Հայաստանի մեջ այսօր, բայց ինքը չի պիտի ունենա այն իրավունքը, որ կարենա օրենքները փոխել, թող Դոդի Գագոն եթե խելոք էր ինքը, որ գերեւի խելոք չէ, ինքը ալիգարխ չի պիտի լինի, բայց իր փողերը պիտի կորցածեր, որ այդ պատգամավորները, որ խերճուկրակի մեկ մգա, պիտի սնունդ տա, պիտի փող տա, որ իր ուզածը, ինչպես որ Ամերիկայի մեջ, այս մեր պատգամավորները ինչպես ապրում են,
ճիշտ է, լավ աշխատավարձ կստանան, բայց անպայման կողքեն նվերներ կստանան դարբեր մեծ ընկերությունները, որ իրենց ուզած անել, բայց Հայաստանի մեջ կոպիտ ծևով անում են։ Կասեն, որ այս իմ բիզնեսս է, ես ուզում եմ այսպես լինել եւ այսպես օրենքներ կստեղծեն։ Այն պատճառով մեր Հայաստանը այսօր այս վիճակի մեջ է, ինչպես որ Անահիտը ասում է, որ մենք միայն կուզենք լավը Հայաստանի համար։ Ես ինչպես որ ներկայացուցի, ես 10 տարի ապրել եմ այնտեղ։ Ես երազում եմ ամեն օր երբ կրնամ վերադառնալ Հայաստան։ Այսօր մարդ կսե որ Լոս Անջելեսի մեջ է այդ մարդը կխոսի Հայաստանի մասին, բայց հերվի չերու է հեշտ է խոսելը։ Շատ կներես, այդ անձերը որ կմտածեն այն, ես կուզեմ բացատրել բամը իմ անձնական կյանքիս մասին։ Ես գնացի Հայաստան շատ փողով։ Ես ունեի բանկին մեջ մեծ գումար եւ որոշեցի, որ ես արդեն 35 տարեկան էի ժամանակին։ Ասացի, որ ես արդեն աշխատել եմ, իմ կյանքս արել եմ ինչ որ պետք ունեմ անել, փող ստանալու, փախտավոր էի բիզնեսի մեջ, մեծ գումարներ շահեր էի, այստեղ ներդրումներ ունեմ, որ արդեն եկամուտաբեր է ինձ համար կրնամ ապրել Հայաստանի մեջը, որ հանգիստ տեղ է։ Տուն սարքել եմ Արցախի մեջը եւ միջալևս գիսատ սարքեցի, որտեվ գայնեցուցի կորձը, երբ որ ավելի կարևոր բաներ կային մեր ժողովրդի համար անելու եւ գումար պետք ունեի, այն իմ դունից գումարը հանեցի եւ թրեցի այս կորձի մեջը բայկարելու համար։ Վերջը իմ կորձս անում էի, մեծ արդյունք տեսնում էի եւ մեծ արդյունքի ինչ է, ոչ թե բարձր խոսելով։ Ես արդեն կապեր ստեղծեցի այս ղեկավարությունը, որ այսօր ալթեր կա Արցախի մեջը եւ Հայաստանի մեջը որոշ անձեր, որ ես կրնամ իրենց մոտ գնամ եւ այսպես բաց խոսիմ եւ բացատրեմ, քարոզեմ ճիշտը ինչ է եւ շատ կպատահեր այդ ժամանակին, որ այն սխալները կուղացնեին։ Վերջը մեծ կորձերի մեջ մտա։ Այն երբ որ հագատրաֆիկային կորձը որ կա, որ մեր աղջիկները ծախում էին էմիրատներուն, որ այսօր այդ ֆիլմը ցույց պիտի անգամ պայման, որ տեսնաս ինչ բաներ կատարվում է եւ մեր վիճակի ինչ է, որ մեր աղջիկները պետք է գնան իրենց մարմինները վճարել, բայց մեր աղջիկները մեծանացություն չեն գնում են այնտեղ մարմինը վճարելու, գնում են այնտեղ աշխատանք անելու, տուն հավաքելը չգիտեմ, եւ ստբելով թնում են այդ աշխատանքի մեջ, գրակի մեջ գցում են մեր աղջիկները այնտեղ։ Ինչ որ է Այն ժամանակին սկսի խորանալ տարբեր հարցերով եւ թշպախտաբար այն ժամանակը որ այնտեղ էի սկիզբեն 2001 թվականին առաջին մահափորձը պատահեց առաջինը որ ես ալ չի նկատեցի փախտս փերա որ այն անձը որ վարձեցին ինձ ճանաչեց եւ հագարակ բաներ արավ որ ես պաշտպանվիմ որ հերու մնա ինձ մե եւ այն մի 3-4 տարի այնպես ստացվեց որ ինձ մե հերու բայց դեռ մեկ հատ ապուշ երկու հատ ապուշ փորձեր է եւ ես իրենց անուններն ակինեմ թեփկերն անունեմ եւ միջալ եւս այս թերթին մեջը մեկ հատ անցը կա որ մահափորձ փորձեր է իմ վրաս որ ինքը նշված է այստեղ եւ ինքը իսկապես մարդասպան է եւ իր սպանությունների մասին բանարեց հիմա Pan հարուտ մենք շատ ժամանակ մենք 12 ժամ այստեղ ենք ես բացատրեմ այս կարևոր է ասելը Հիմա ինչու ես այստեղ եմ եւ կխոսեմ որովհետեւ ես կուզեմ վերադառնալ Հայաստան բայց ես իրավունք չունեմ այսօր գնամ որովհետեւ իմ կյանքս վտանգի տակ է 7 անգամ փորձեր են pan սպանություն անել ինձ մե Հայաստանի մեջ եւ այն 7 անգամը որ ես տեղյակ եմ Կարող է շատ էր պատահեց եւ փախտս փերավ կամ ուրիշ մեկը մտավ մեջտեղը եւ չթողեց որ կարող է որ ալգագիբեն չթողեց որ անեն որտեւ այն անձը որ պաշտպանում էր ինձ այն առաջին թեփքից սկսած ինքը գաբեր ուներ պետությունի հետ եւ վստահ եմ որ ինքը շատ խիստ ծևով պահանջեց որ մի մաս չպիտի ծրես արային ինչ որ է Այդ հարցին ինչպես կրնակ դուք բացատրել ինքը Որ հարցին ինչ էր այդ հարցը որն համարտուն բացատրեցիր որ դու այստեղ հանկից նստած Հա չէ մի գին մը գար այնտեղ ինքը հարցնում էր ինքը ասում էր մի րոպե այդ գինը որ զանգեց որ մինչև իմ վերև բարձանալը հարուտ մինչև վերև բարձան ինքը ասա որ այնտեղան կբացատրե վատ վիճակի մասին բայց լուծելու բան ինչպես կրնանք եթե այս մեկը չանենք ուրիշ մեկը գտնենք ես ինչպես որ բացատրեցի սկիզբեն որ մենք մինչև որ փոխելը ասիշխանությունը մենք պետք է փոխվենք մենք մեր մտածելու ցևը պետք է փոխենք մենք պետք է նորոգվենք մեր մեջը ամենս եսալ անահիտնալ հարուտնալ մնացածները ով որ նստած է հիմա ասաղորդումը նայում է մենք պետք է փոխենք ղեկավարը հանելը հեշտ է
Ես այն մասնակիցն եմ արդեն։ Եթե իսկապես, եթե մարդը վտանգ է, հեշտ է վերացնելը։ Այսօր, եթե Սերժ Սարգսյանին պետք է վերացնենք, եթե պետք է իր այրունը թափենք, որ կարենանք մենք նորը սկսենք, այն հեշտ է, բայց այն չի պիտի փոխվի ոչ մի բան այսօրվա վիճակը։ Մենք ինչու շատ մարդ կգնա այնտեղ գնա եւ խփեն Սերժին, բայց գիտենք որ բանը չի պիտի փոխվի, որովհետեւ Սերժին որդին պիտի գա, կամ Սերժին մույսը պիտի գա, կամ Սերժի նման մեկը ավելի վատ կարող է լինել։ Քոնե Սերժին ջեբերը հիմա գիսադլեցուն է եւ Սերժը այնտեղ է։ Մենք շատ արագ ցևով ոչ թե այրունով հեղափոխություն պետք է անենք։ Մենք պետք է մեր մեջ հեղափոխություն անենք եւ մենք պետք է փոխվենք, որ կարենանք այն եղանակը ստեղծենք Հայաստանը, որ Սերժի նմաններ չեն կրնար ապրել եւ առանց այրունով, առանց ոչ մի բանով Սերժը մենք կճանապարհենք, մենք կասենք որ Սերժ, թուն երկու վարիանտ ունես։ Կամ պիտի այս փողերը հետ տաս մեզ, պատասխան պիտի դաս քու սխալներուն եւ պիտի ապրես մեր մեջ, եթե փանդին մեջ է կամ չգիտեմ, կամ հիմա թուն պիտի նստի սամայոթի վրա, օթանավի վրա, ինչ որ ուզում ես վերցուր։ Մենք ենք մեղավոր, որ թողեցինք, որ թուն բարձրանաս աթորի մեջ առաջին հերթով։ Եվ մենք մեղքը պետք է վերցանանք մեր վրա։ Ես վերցնում եմ այդ մեղքը։ Ես չի պիտի թողեի, որ Սերժը բարձրանա ուժի մեջ, բայց ես թողեցի։ Ես չունեի այն, որ կրնայի անել, որ Սերժին չթողենք, որ մտնենք։ Ինքը ուժեղ էր, ինքը խորամանկ է, ինքը նպատակով է, իր նպատակը ոչ թե Հայաստանը լավացնել, ինքը իր նպատակը այն է, որ իր ընտանիքը թագավորի նման ապրե, եւ այսօր ապրում են թագավորի նման, բայց իհարկե ինքը վախի մեջ ապրում է։ Երբ որ ես պարկում եմ, երբ որ ես գլուխս գտնեմ բարձի վրա, գիտես ինչ եմ մտածում։ Ոչ մի բան, աչքերս կփակեմ, չեմ մտածել, ով կուզե վատություն անել ինձ, ով կուզե ինձ պատժել, ոչ, ես գնում եմ տունը հանգիստ ցևով։ Լավ, ինչ կուզես ասել Անահիտ։ Այո, համենայն դեպս նորից ու նորից պիտի ասեմ, ես որպես հայ մայր, հայ կին, կոչ եմ անում, որ ովքեր գումար են ուզում ուղարկել Հայաստան, մենք Հայաստան գումար ուղարկելուն դեմ չենք եւ մենք տարիներ շարունակ օգնել ենք Հայաստանին, օգնել ենք ընչազուրկ, կիսաքաղց մեր հայրենակիցներին եւ լուրերից արդեն հստակ գիտեք բարեկամներ, որ միայն պաշտոնական տվյալներով Հայաստանի 35% այսօր աղքատ է եւ աղքատությունն է պատճառը, այս չքավորությունն է պատճառը, այս խայտարակ իրավիճակն է պատճառը, որ այսօր այս պայմաններում, երբ խաղաղ պայմաններ են, ճիշտ է պատերազմը չի վերջացել, բայց պատերազմական վիճակ չկա այսօր, եւ այս խաղաղ պայմաններում այսօր արտագաղթը այնպիսի տեմպերի է հասել, եւ հենց պատճառը այս ամբողջ խայտարակ իշխանությունների գործելավոճն է։ Մենք պետք է այնպես անենք, որ կարողանանք այդ ընտանիքներին օգնել, այդ ազատամարտիկներին օգնել, որ Աստված մի արածե, այն եղածն էլ հանկարծ պանդխտության ցուպը վերցնի ու դուրս գա Հայաստանից։ Դրա համար ենք մենք այստեղ։ Ես նաև ուզում եմ մի բան էլ ասել, որ ընտրելու իրավունքից զրկել են։ Սա միանշանակ պետք է վերականգնվի։ Սա միանշանակ պետք է վերականգնվի եւ սա ոչ թե ես եմ ասում, այլ ես ամբողջ օրը հանդիպում եմ մեր հայրենակիցների հետ տարիներ շարունակ մեր հայրենակիցների բոլորի պահանջն է, որ իրենց ամանադրական իրավունքը Հայաստանի քաղաքացիների վերականգնվի եւ նրանք նույնպես Սփյուռքում ընտրելու իրավունք ունենան։ Այ եթե մենք մեր քաղաքացիները Սփյուռքում ընտրելու իրավունք ունենան, այս իշխանությունները գոյություն ունենալ չեն կարող։ Փաստացին նայեր, որ 2007 թվականի ընտրությունների, ներեցեք 2004 թվականին հենց այդ ընտրությունների ժամանակ էր, որ նրանք պարտվեցին Սփյուռքում եւ Քոչարյան Ռոբերտը Սերժիկ Սարգսյանի հետ միասին այդ փոփոխություններն արեցին, որպեսզի Սփյուռքին հանեն այդ իրավունքից չկարողանան ընտրել։ Այսա պետք է վերականգնվի։ Եվ մի կարևոր հարց եմ ուզում առաջ քաշել։ Այսքան գալիս եք Լոս Անջելես ու գիտեք, որ ամենամեծ հայ համայնքն է։ Փաստացի, խոսքս պաշտոնյաների մասին է, խոսքս այն ցածրերի մասին չի։ Դուք փաստացի երբեք մեկ անգամ այս ամբողջ տարիների ընթացքում հրապարակային մեկ օր անգամ, մեկ ժամ անգամ հանդիպել ժողովրդի հետ։ Եթե դուք մի օրինակ կկարողանաք ինձ ցույց տալ, որ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից այսքան պաշտոնյաներ են գալիս եւ մեր այսքան խնդրանքներին եւ իմ այսքան հայտարարություններին դուք երբևէ
ընթարաչել եք, երբևէ որևէ պաշտոնյա փորձել է ժողովրդի հետ հանդիպել, չէ որ Սփյուռքը դա միայն այստեղի հյուպատոսարանը եւ այստեղի ովքեր այդ կերակրատաշտին, իշխանական կերակրատաշտին մոտ են, այդ մարդիկ չեն, Սփյուռքը ամբողջ ժողովուրդն է, իսկ դուք մեկ անգամ փորձել եք գոնե մեկ ժամով հրապարակային մեկ անգամ հանդիպել ժողովրդի հետ, չեք հանդիպել, որովհետև վախենում եք ժողովրդի հարցերից, որովհետև վախենում եք, որ հանկարծ ուրիշ լրագրողներ էլ կգան, ուրիշ խելացի մարդիկ մտավորականներ էլ կգան ու ձեզ այնպիսի հարցեր կտան, որ դուք փաստի առաջ կկանգնեք։ Նույնը այդ Հրուշիկ Հակոբյան, այսպես կոչված Սփյուռքի նախարարը, գալիս է այստեղ Սան Դիեգոներում, Սան Ֆրանցիսկոներում, էլ որտեղ ասես շրջում ման է գալիս եւ դեռ հաթաթա էլ է տալիս։ Անայտը թող գա Հայաստանում հանդիպենք։ Ինչու՞։ Դու եկել ես այստեղ, քեզ ներկայացնում ես Սփյուռքի նախարար, մենք պիտի գանք Հայաստանում քեզ հետ հանդիպենք, տիկին Հրանուշ, այդպես չի լինում, եթե դուք իսկապես արդար եք, դե հանդիպեք ժողովրդի հետ, հանդիպեք մեզ հետ, մենք էլ մեր հարցերն ունենք ձեզ, այ հենց սա է ամբողջը, որ դուք արդարությունից եւ ճշմարտությունից վախենում եք, իմ ասածը սա է, չգիտեմ դուք ինձ հետ ինչքանով եք համաձայն, ես այդ կարծիքին եմ եղել եւ այդ կարծիքին եմ մնում։ Ես այդ հարցը իմ ամեն տիպի ծրագիրովս կհայտարարեմ։ Աստեղի հյուպատոսները վերջին 22 տարիներու ընթացքին նախ ոչ թե հանդիպել, նախ չեն հանդիպած, հանդիպել են զատ ինչ կորձրած են, քանի հատ ծրագիր մշակած են, քանի ընկերություններ կապած են իրարու տնտեսական կետնի վրա այսինքն իբրև աշխատանք մենք իբրև ժողովուրդ մենք չենք տեսնում այս մարդոց չեն երևում ուր բավդած են որուն համար եկած են եւ ինչ ունելու համար եկած են եւ հավասի Հայաստանը կդգարանա բարձավեց որտեղ այսպիսի ծրագիր չունենալու մի քիչ առաջ խոսում էինք որ ծրագիր չունենք Այս մարդիկը ինչու համար եկած են եւ դեսեք թե այստեղի Ադրբեջանի կամ Թուրքիայի կոնսուլները, հյուպատոսները, տեսփանները ժերաչան գերբով իրեն չունեցած իբրև ունեցած գծախեն, մենք մեր ունեցածը չենք կնարձախել։ Ամենս որ երբ որ սխալ մարդիկ կան վերևից վար, որովհետեւ ամենը ցուգը գլուխեն գոդի։ Ամենս որ լման պետք է բարեփոխվի եւ աս համահայկական հիմնադրամը Համայնական հիմնադրամը եւ ավասիկ նորեն դիտենք մեջի ուրեմն մարտիկը եւ գտեսնենք թե եղածը մի քանի միլիոն դոլարի հարց է եւ նայեցեք ինչ մի քանի միլիոն չէ օգուտ $55,000 եւ մի հատ եւ քիչ առաջ ես հետեւում էի ուրեմն ինտերնետով Հայաստանի լուրերին հենց Այսօր Հայաստանի կառավարությունը իր նիստի ժամանակ այսօր հենց այսօր ուրեմն ուշադրություն դարձրեք Հայաստանի կառավարությունը իր նիստի ժամանակ այսօր որոշել է Հայաստանի պետական բյուջեից 12 միլիոն դրամ, որը մոտ $30,000 է, հատկացնել կրթության գիտության նախարարությանը, ինչու? Որովհետև ռուսական իգրա խաղ Իգրա TV ընկերությունից ինչ որտեղ երբ հաղորդաշարի եւս 1 տարվա լիցենզիա պետք է ձեռք բերի եւ գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի P-Art ընկերությանը եւ Փաստորեն մեկնաբանություններն ավելորդ են եւ այսպես ամեն օր, ամեն անգամ հրապարակային մխսվում է Հայաստանի պետական բյուջեի փողերը եւ ինչ է ստացվում ստացվում է որ միայն ռուսական 1 ծրագրի 1 տարվա լիցենզիայի համար պետական բյուջեից $30,000 են տրամադրում, որ Հայաստանում ժողովուրդը նայի այդ ռուսական TV-ին եւ ոչ թե թարգմանաբար պիտի նայի, այլ պիտի նայի ռուսերենով սա է։ Դուք պատկերացնում եք, սա այն դեպքում, երբ Գյումրիում այսօր 4000-ից ավելի անօթևան ընտանիք 4000-ից ավելի անօթևան ընտանիք կա։ Երբ Այսօր նույն Գյումրիում եւ նույն այդ աղետի գոտում եւ այդ շրջանում մարդիկ իրենց գոյությունը մի կերպ են քաշ տալիս եւ այն դեպքում որ Հայաստանում պաշտոնական տվյալներով եւ նաեւ ոչ պաշտոնական ամեն երրորդ մարդը աղքատ է
Սա ինչ է նշանակում։ Բայց դուք չեք տեսնում եք պետական բյուջեի փողերը ինչպես են մխսվում եւ $30,000, որը հենց այսօր 12 միլիոն դրամը, որը հատկացրել են Իգրա TV ընկերությանը, այստեղի հավաքած օգուտի կեսն է արդեն։ Չէ՞, այդպես է ստացվում։ Այո։ Անահիտ, գիտես, լավ է որ կխորանանք այս բաներու վրա, բայց իրականությունը այն է, որ Հայաստանը ինքը ունի այդ միջոցը, որ այս 2012 թվականից միայն $750 միլիոն պիտի կարողանար ցերբերել բյուջեին։ Այս խնդիրները, որ մենք կներկայացնենք, այս խնդիրները չէ, այս խնդիրներն են։ Մենք պետք է կենտրոնանանք ժողովուրդ, մեր $750 միլիոն վրա, ոչ թե կա այստեղ $55,000 ուղարկենք Հայաստան եւ այս մեծ շոու տնենք։ Ես հիմա իմ կոմպյուտերից վրա ես նայում եմ Հայաստանի հիմնադրամի տելեֆոնը եւ մերն ալ գնայինք, բայց ես նայում եմ այստեղ նոր բարգե բանը Հովնան Սրբազանը խոսում էր, հիմա Մարկ Կիրակոսը կխոսի մեկու հետ, բայց ես կտեսնամ անձեր այնտեղ աչափարի ժողովուրդ ունենք այստեղ։ Ես ճանաչում եմ այս անձերը, որ կուքան այնտեղ խերջուկրակի մեջ եկեղեցի են, Հովնան Սրբազանը փերա, մի քանի անձեր այնտեղ մեծամասնություն ես կճանչնամ անձամ։ Իրենց տեղյակ չեն այս բաները ինչ է կատարվում Հայաստան։ Ասոնք սպյուրքահայերն են, որ աչքերը կփակեն, կասեն, որ այո, այն մեր նախագահն է։ Չեն ալուզում խորանալ, ինչպես ընտրվեցավ, ինչքան մարդ մահացավ, ինչքան այրուն թափեց, Սերջը մեր հայերուն այրունը թափեց, որ ինքը գրնա աթորի մեջ այսօր նստե։ Այս է խնդիրը, որ մենք կրթված չենք, մենք տեղյակ չենք ինչ է կատարվում, մենք կուզենք այն փոխել, մենք պետք է փոխենք այդ ամեն ինչը եւ մենք պատրաստ ենք այն անել։ Մենք մեր մեջը պետք է փոխվենք, ժողովուրդ ջան։ Պետք է փոխվենք մեր մեջը։ Եթե չի փոխենք, այս կշարունակե այդ նույն Մուշեղ Սրբազանը եւ Հովնան Սրբազանը պիտի կա արչեվը եւ շատ բարձ երեսով ժպիտով պիտի ասեն, որ օգնե Հայաստանը, օգնե Հայաստան հիմնադրամը, ճիշտ տեղը կերթա ամեն ինչ, բայց իրենց գիտեն, որտեղ ես տվեր եմ իմ ցերկովս, ես խոսել եմ իրենց հետ, որպես ընկերական ցևով, ես նստել եմ իրենց օֆիսի մեջը եւ մենք խոսել ենք եւ իրենց որ այո, արա, մենք գիտենք որ վատ է, բայց ինչ անենք, մենք ցայն չունենք, մենք միայն մեր անունը կկործածեն։ Իրենց կասեն մեզ, ես ասացի որ ինչպես կարեցար Սարգիս Քոչանյանին ընտրեք որպես տնօրեն այնտեղ։ Ասա որ առաջարկեցին, մենք ալ համացանենք, Սարգիս Քոչանյանը գիտեք ով է ժողովուրդ։ Սարգիս Քոչանյանին բաբան, Հայկ Քոչանյանը։ Կուզես մի քիչ պատմես իր մասին։ Գիտես, ես չեմ ուզում խորանալ դրա մասին, որովհետև ես Սարգիս Քոչանյանի հետ կապված հիմա մի քանի ուսումնասիրություններ եմ կատարում եւ շատ երիտասարդներ, ովքեր այսօր այստեղ Լոս Անջելեսում են գտնվում եւ մնացած տեղերում, այս խոսում ենք բանակում չծառայելու մասին, չգիտեմ ինչի մասին, ես հիմա իմ կողմից ուսումնասիրություններ եմ սկսել եւ պիտի ստուգեմ եւ հետո հստակ տվյալներով ներկայացնեմ ու իմանամ թե այս բոլոր երիտասարդները ովքեր 25, 24, 23 տարեկանից սկսած որ հայտնվել են Սփյուռքում, մասնավորաբար Լոս Անջելեսում եւ պաշտոնյաների հովանավորության տակ են եւ պապաներն են պաշտոնյաներ, դրանք արդյոք ծառայել են հայոց բանակում, թե ոչ։ Ես հիմա այդ ուսումնասիրություններն եմ անում, երբ վերջացնեմ ես լուրերի ժամանակ հստակ այդ ամենը կներկայացնեմ։ Եվ ճիշտ ասած ինձ համար կարևոր չէ Սարգիս ով է իր պապան ով է, ավելի շուտ կարևոր է, որ Սփյուռքը ընդրություն չունի, Սփյուռքը չի ով ընդրեց այս ճանապարհը Սփյուռքի կողմից, ով ընդրեց որ Սարգիս Քոչանյանը լինի կամ թե Պողոս Պողոսյանը օրինակ, որ քոնե այն անձերը որ պիտի որոշե ով պիտի նստի աթորի մեջը, ինքը ով ինչպես ընդրեցին։ Սարգիս Քոչանյանը միայն կարող եմ ասել եւ նորեն, այս քիրքը որ download անես, Սարգիսի պատմությունը կա մեջը, ոչ թե իր պապան ով է, ոչ թե բան ինքը ով է։ Սարգիս Քոչանյանը թիվ 1 պաշտպանն է Հայաստան հիմնադրամին եւ ինքը ամեն ցևով ագրաներով, ժպիտով, սուտ խոսելով ամեն ինչ կանե։ Ինքը ստեղծեց մի հատ անուն, սուտ անուն ինտերնետի վրա Բահագաձոր։ Բահագաձորը միայն պաշտպանն էր Արա Վարդանյանեն եւ Սարգիս Քոչանյանեն իրենց անուններով, որ պաշտպանում էր Հայաստան հիմնադրամը, երբ որ այս թերթը պատրաստել եմ։ Եվ ես վարձեցի հատուկ մարդ
որ ինքը ուսումնասիր է Բահագաձորի քրածը, Սարգիս Քոթանջյանին քրածը, իր զրուցելու ցևը եւ բարձվեցավ 99%-ին ավել վստահ ենք, որ Բահագաձորը Սարգիս Քոթանջյանն է եւ IP հասցեները, ինտերնետի հասցեները որ կա, եթե նամակ ուղարկես, ինքը ցույց է տալիս, որ provider-ը որտեղից գալիս է, նույն Սարգիս Քոթանջյանին նամակները որ կստանայի եւ Բահագաձորին նույն տեղից գալիս է։ Ես ինչ ասեմ։ Այո, Հարութ։ Ուրեմն հիմնական խնդրեմը այսօր Հայաստանի ինչ կդեսնեք հիմնական իմ գազիկով արդակախտն է եւ անկորձությունն է, չէ՞։ Գործազրկությունը, չքավորությունը, աղքատությունը։ Ուրեմն, երբ որ մեկը տրամ չունենա, հիմա ասենք թե դու ասիր որ տրամ ունիս եւ կացիր, եւ որ կացիր դու ուժ ունեիր, որովհետեւ տրամ ունեիր։ Եթե դու տրամ չունենաս, Ես չի գտնալ այնտեղ դու ոչինչ չկասնել, ուժ չես գնալ։ Բայց եթե կորձ ունենաս տրամ չես ունենալ, ուրեմն կորձն է հիմնականը։ Ուրեմն կորձադեղիները ստեղծելու համար սպիրտ հայրենիք հարաբերություններ ինչ կնեն գրասմարտիկը։ Ինչի մասին աշխատանքի դեղը խնդիր չէ այսօր, ես ասեմ, իսկապես փուն խնդիրը ամենակարևոր բանը ինչ է, օրենքն է, որովհետև այդ օրենքը ինքը որոշում է ամեն ինչ եւ ասեմ եթե մենք օրենքի մարմինը այդ մարմինը եթե օրենքի մարմինը գարկի մեջ փերենք եւ ինքը շատ փոքր բան է Հայաստանի մեջը քանի հատ հադավոր կա շատ չկա քանի հատ թադախաս կա եւ այլն այդ ամբողջ օրենքի մարմինը եթե ճիշտ ծավով աշխատի մնացածը խնդիր չկա մեր հայերը խնդիր չունեն այնտեղ պետք չունեն որ սպյուրքից փոխվեն ես մի բան ասեմ Հայաստանը աչափ հարստություն ունի աչափ հարստություն ունի բայց ճիշտ տեղը չի գնում եւ ճիշտ ծավով չեն մշակել դե եթե մենք ընդերքը կարողանային ճիշտ օգտագործեին եւ ընդերքի այս խայտարակ հարցերը չլինեն ես ասեմ խնդիրը լուծելու ծավը եթե մեր ուժը մեր ջանքը Եվ լավ քումարը եւ մենք ծրագիր կպատրաստենք եւ քումար կհավաքենք հաս ծրագիր համար եթե ժողովուրդը համաձայն է մենք այդպես ծրագիրը պետք է պատրաստենք որ միայն եւ միայն օրենքի վրա աշխատենք մենք արդարությունի համար աշխատենք որ օրենքը աշխատի ես ասեմ եթե օրենքը աշխատեց ոչ մի ալերգարկ չի լիներ parlamenti մեջ այսօր եթե օրենքը աշխատեց որտեղ իրավունք չունեն այն սահմանադրությունի խախտում է առաջին հերթով եթե մարդը կրնա կորց անել Եվ կամ եթե ասենք թե հարկային թաշտը եթե ճիշտ ծավով աշխատե երբ որ ես բիզնես ունեի իմ բիզնեսս փակ են հիմա սառած են վիճակը ոչ թե սառած են օրենքի պատճառով խախտումի համար ես սառացի կայնեցուցի աշխատողներս շատ չէին արդեն դուն ուղարկեցի որ փակում եմ կորցանանը չեմ կարող այսպես աշխատել այս եղանակի տակը երբ որ ամեն մարդ ինքը վճարում է եւ այս քիրքի մեջը միջալ եւս ռեպորտի մեջը ինչ որ ես խոսում եմ այսօր կրնաս կարդալ մանրամասնությունը օրինակներ այս website-ը որ կա thetruthmustbetold.com խնդրում եմ որ մտնես աչ թևի վրա download կաս կտեսնաս այս քիրքը download կանես երբ որ մի հատ ալիգարկ կորցանում է գիտես ինչքան նալոգ ուտա հարոտ Zero. Երբ որ Արամանուկյանը կորց կանե, գիտես ինչքան եկա բանը հարկային պետք է տա, մոտ 30% պետք է տա, 20% 30% պետք է տա։ Երբ որ ես ունեմ ապրանք, ես պետք է այս բաժակը փերեմ խանութ, որ ծախեմ, ես իմ 30%-ս որ վճարեցի, հիմա ես մի քիչ պետք է իհարկե եկամուտ ունենամ, չէ՞։ Երբ որ ալիգարկը կփերը, ինքը կարող է փերը ավելի արժան, ինչքան որ ես կրնամ իմ ծախսից փոքր, որ ես հարկը հանեմ։ Եթե ամեն մարդ այդ հարկը պետք է վճարեր, արդեն հավասար թաշտ կլինի աշխատելու եւ այն ալիգարկը պետք է մոդիկ փերը ինքն կնա աշխատի, բայց ինքը չի կարող խելոք աշխատի ինձ նման, որտեղ եթե ես ճուր եւ հաց ունեմ, ես կնամ ապրել, բայց ինքը պետք է քեֆ անե նույն ժամանակ։ Ես պետք չունեմ քեֆ անելու եւ ապրելու հետո մենք զանգերը շատ պիտի գան այսօր։ Ես կարևոր բաներ պետք է ասեմ, որ հասկանանք Երբ որ մենք աշխատում ենք Հայաստանի մեջը, ամեն մարդ պետք է հավասար թաշտով աշխատի։ Եվ եթե այդ նալոգը, օրենքը ամեն ինչ հավասար լինի, այս ալիգարկներն ալ կվերանան, որտեղ իրենց չեն գնալ։ Այսօր բիզնես մարտիկներ չեն, իրենց եթե ամերիկական բիզնես անելու, բանկրոպտ կերտան ամիջապես, որտեղ չեն գիտեր բիզնես ծև անելու։ Եվ այն պատճառով
առաջին հերթը պետք է օրենքով սպառվենք, որ օրենքը դեղից դեղ լինի, նալոգի թաշտը, որտեղ եթե նալոգի թաշտը ճիշտ աշխատի եւ ամեն ինչ հսկենք, կորձերը որ կան, ինչպես որ այս report-ը, որ ասում է corruption report in Armenia, այստեղ ամնշված է։ Այսալ կարող ես download անես PF Armenia-ից website կա, կնաս download անես։ Եվ ասում եմ, որ եթե այն մի բան անենք, հարուտ, որ կարենանք նալոգին եւ օրենքի մարմինը աշխատացնենք, աս մնացած խնդիրները չկան, վերացան, աղքատ մարդալ չի լիներ Հայաստանի մեջ, ճանապարհ չի լիներ, որ մի հատ post լինե, մի հատ ճանապարհ չի պիտի կարիք լինե սարքելու, մի հատ դպրոց կարիք չի պիտի լինե սարքելու, մի հատ ճուրի ծրագիր պետք չունի, ասան փոխը որ Հայաստանի հիմնադրամը կանի այսօր, ասան փոխը չկա։ Ես լուծումը ունիմ անով, քեզի գուարգեմ Հայաստան եւ դուրքի տաքսի պատասխանատու գնեմ։ Եվ իմ հետս ալ 15 հատիկ նաբա պիտի ուղարկես եւ ես կանեմ, եթե մեկը ասե որ ես չեմ ուզում ճիշտ ասած, ես հայրուն համար աշխատելը շատ դժվար է։ Ես ծառայել եմ 10 տարի մեր հայրենիքի մեջ, մեր հայ հասարակ ժողովրդի համար եւ շատ դժվար է։ Բայց Արա ջան, համաձայնվիր ինձ հետ, որ առանց իշխանափոխության Հայաստանում ոչինչ էլ չի լինելու։ Ես համաձայն չեմ։ Սրանց որտեղ Անահիտ կներես, ես լավ ասեմ։ Գիտես ինչու, որովհետեւ կոպիտ ասացված պիտի ասեմ, ես սա չեմ ասել, սա մեր իմաստուն ժողովուրդն է, ասել շունը շանթած չի ծամելու։ Պիտի սրանք շղթայական մեկը մյուսի հետ կապված են, այս ամբողջ շղթան պետք է քանդվի։ Ես համաձայն եմ, եթե օրենքը գործի, եթե իրավունքները գործեն, ամեն ինչ շատ հստակ է լինելու, բայց սրա հետ զուգահեռ մի հատ շղթա է գործում, որը մեկը մյուսի հետ կապված է։ Եթե փորձենք մենք այդ 2-3 շղթան պոկել, սրանք բոլորը կքանդվեն։ Եվ երբ որ քանդվեցին, ցախավելի օրինակով մենք գիտենք, երբ որ սրանք միասին են, շատ դժվար է կոտրելը։ Պետք է մի քանիսին կոտրել, որ շղթան քանդվի, նրանց հետո հատ պետք է գնանք առաջ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն։ Ես այդպես եմ գտնում։ Եվ հիմա քիչ առաջ դու խոսեցիր ճանապարհներ եւ այլ ամեն ինչ սարքելու մասին։ Իհարկե, ով է դեմ, որ ճանապարհները սարքեն, ով է դեմ, որ ամեն ինչ շատ լավ լինի, հրաշալի լինի, ասենք եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Բայց այսօր ես առավոտյան մի շատ ցավալի լուր կարդացի եւ ամբողջ սոցիալական կայքերը լցված են, սա միայն Անահիտը չի որ հայտարարում է։ Այսօր այս հարցը շատ մեծ քննարկման առարկա է դարձել եւ Facebook-ում, եւ Twitter-ում, եւ ընդհանրապես Հայաստանի բոլոր լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում։ Չգիտեմ, դուք տեղյակ եք, ուրեմն այսօր թուրքական Սաբահ թերթը հղում անելով իր սեփական դիվանագիտական աղբյուրներին, գիտեք ինչ է հայտարարել այսօր։ Հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է զորքերը դուրս բերել 2 ազատագրված տարածքներից։ Սա այսօրվա հայտարարություն է։ Ես մի բան ասեմ, Սերժ Սարգսյանը պատրաստ է ամբողջ տարածքները հետ տալ։ Եվ այն ինքը իր այսօրվա Chief of Staff Վիգեն Սարգսյանը 2 տարի առաջ մենք ցույց տվեցինք այդ վիդեոն ալ կարող ենք ցույց տալ այսօր։ Կներես, Վիգեն Սարգսյանը ինքը ասավ, որ մենք պատրաստ ենք հետ տալ այդ տարածքները։ Մենք չենք հաշվել որպես մեր տարածքը։ Մենք ցույց կտանք այն այսօր։ Բայց Անահիտ, ես մի բան ասեմ։ Ճիշտ է, իշխանափոխում պետք է, բայց մինչև որ մենք չի փոխվենք մեր մեջը, եթե մենք մինչև որ ամեն ինչ չի փորձենք անել, ես մի բան ասեմ, Շահան Նաթալին որպես ուսուցիչ ինձ համար եւ մեծ հարգանք ունեմ Շահանին ասածներին, իհարկե ես երեխա եմ, ես մեծ բաբայիդ ինչպես չես կրնալ լսել եւ հարգես եւ սիրես, եթե սխալ կլինե, պիտի լսես եւ պիտի սիրես, բայց ինքը մի բան միշտ ասում է, որ մինչև որ ամեն ինչ չի փորձես, որ հնարավոր է, իրավունք չունես այն ճանապարհը ընտրես եւ այն ճանապարհը ինչ էր, ինչպես որ Թալյատը տեսավ, օրինակ այսօր Սերժը շատ արիքներ պիտի ունենա, որ պիտի գարնա դուրս գալ։ Գիտես ինչու կվախնան ինձ մե։ Ես մի բան ասեմ։ Ես թեփը պատահեց մի քանի օր առաջ, Կիրակի օր եւ 3 շաբթի օր եւ ասեցին, որ եւ կներկայացնենք այս վիդեոն հետո, որ
ինձ ոստիկանությունին կանչեցին, ես Hilton հյուրանոցը գտնեցա, դեսեր ես Ես նկարները տեսել եմ, այո։ Եվ իրենց փերեցին 10 հատ, մոտ 10 հատ ոստիկան կար այնտեղ, աս մարդուն թեմը գայնել, որտեղ ես վտանգավոր անձ եմ, ես եւ իմ 5 տարեկան երեխաս, որտեղ մենք երկուսը շահանաթալին այրնագիծներն ենք երևի եւ կարենանք մի բան անենք, որ իրենց վտանգ է սպասում։ Եվ երեքշաբթի օրը որ վերադարձա հյուրանոցը, որտեղ ես սենյակ ունեի այնտեղ, վարձեցի, վրընդեցին ասեցին, որ մենք վստահելի աղբյուր ունենք, որ ասեցին, որ թուն վտանգ է սպասում, մի հատ հյուր այստեղ։ Բակո, դու պետք չունես մտածել։ Ես այն տեսակ գործեր չեմ անում, որտեղ կարիք չի կա անելու, ինչպես որ ասեցի, մենք պատրաստ չենք քեզ հանելու թեր, որտեղ եթե քեզ հանենք այսօր, ուրիշ Բաքոմը կա եւ կարող է ավելի վատ լինի, կարող է թուն Բաքոնես, մույսը Բաքու է։ Եվ Բաքուն որ գա արդեն վերջացանք։ Այն պատճառով ասում եմ որ մի մտահոգվիր։ Ձեր ժամանակը գալիս է եւ մենք ծեր շատ արիքներ պիտանք ցեզ, որ կարենաս ուղացնես ծեր սխալը, որտեղ մենք ենք մեղավոր, որ դուք այսօր նստած եք հատաթորի մեջը։ Մենք ենք մեղավոր եւ մենք պետք է փոխվենք մեր մեջը, որ հետո այն ժամանակին, երբ որ ասենք, որ իրավունք չունես նստել այնտեղ, դուք ասես, որ այո, պարոն Մանուկյան, այո, Դիգին Մարտիրոսյան, ես քեզ համար ծառայում եմ, որտեղ դուք մեր ծառայ պետք է լինես, բայց դուք կկարծեք, որ մեր թակավորն ես եւ այնպես չի լինի վերջապես։ Փոխվելու համար ուժ պիտի ունենաս։ Եթե դգար ես, դժվար է որ փոխվես։ Հարութ։ Հայաստանի ժողովրդին իրավիճակը, ամբողջ ժողովրդի վիճակն է, որ դուք ներկայացեք ադու։ Ես մի բան ասեմ։ Եթե մենք ֆինանսապես Եվ այստեղ մեծ մեղք ունի Հայաստանի ընդդիմություն կոչվածը, ես ձեզ ասեմ։ Եվ նախկին, եւ ներկա այս ամբողջ ընդդիմությունը շատ մեծ մեղք ունի այս ամեն հարցում։ Ես հիմա չեմ ուզում ինչ-որ չակերտներ բացեմ, չեմ ուզում ընդարձակվեմ, բայց այն ինչ արեց Հայաստանի ընդդիմությունը, հատկապես այս վերջին, այո, այս վերջին 2008 թվականից հետո իշխանություններին հավասար ես մեղք եմ տեսնում նաև ընդդիմության բանով, որովհետև ժողովուրդը հավատաց եւ ժողովուրդը խաբվեց։ Խաբվեց ինչու? Բոլորս գիտենք թե ինչ եղավ, ինչպես եղավ եւ ինչու եղավ, որը որից հետո եղավ։ Ես չեմ ուզում չակերտներ բացեմ։ Բայց փաստացի այսօր մենք ընդդիմություն որպես հզոր ուժ Հայաստանում չունենք, դրա համար էլ իշխանությունները ինչ ուզում, այն էլ անում են։ Եթե մենք այսօր կա պայքարող տեսակներ շատ կան, բայց ցավոք սրտի այդ պայքարող տեսակներն են չեն միավորվում։ Եթե միավորվեն, գոնե մի ընդհանուր ուժ լինի, գոնե կիմանանք ում հետ գնանք, ում հավատանք, բայց այսօր այդ հավատն էլ է կորել։ Սա է ամբողջը։ Ես կուզեմ մի քանի այո, հրամեցեք։ Ալո։ Հրամեցեք։ Բարև ձեզ։ Այո։ Բարև ձեզ։ Արգարժան պարոնայք։ Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Անահիտի վերադարձը, շնորհակալություն Անահիտ ջան, որ եկել եք, շատ կարոտել եք ձայնից։ Շնորհակալ եմ։ Առաջինը դա, երկրորդը սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ասել, որ դուք հակառակ ուղղությամբ եք նայում հարցերին։ Խնդրում եմ ուշադիր լսեք, մեկ րոպե գոմն է։ Այս վիճակով մեր շատ մեծագույն մտածող մարդկանցից մեկը ասեց, որ այս ժողովուրդը Նաքչորնի Ղարաբաղցիներն են, ուշադիր լսեք, խնդրում եմ ձեզ։ Նաքչորնի Ղարաբաղցիներն են այս ժողովուրդը, սրանք արցախցիները չեն, սրանք թուրքի թաթևուկներն են, ուշադիր լսեք, խնդրում եմ։ Այս ուղղությամբ պետք է նայի, ամբողջ հայ ժողովուրդը, հայ ազգը այսպես պետք է նայի, իսկ ինքը շատ մեծ գիտուն ազնվորություն է, ուշադիր խնդրում եմ լսեք։ Մեր առաջի հարցը, հայ ժողովրդի հարցը, միակն է, որ կարողանանք այդ խուժաներին Հայաստանից վտարենք, այդ ուրիշ հարց չունի հայ ժողովուրդը, եթե իշկան մնացին այդ Ղարաբաղցիները Հայաստանում, երկիրը տանում են կրախի առաջ, նրանք պայմանավորված են թուրքերին, հանձնել են Հայաստանը թուրքերին, ուշադիր լսեք հայ ժողովուրդ, ասում են
Մետագույն հաճայեղ անձնավորությունը կգա ժամանակ ես իր անունը կտա։ Շատ շնորհակալություն, ես կներեք մի բան եմ ուզում ասել, քանի որ այսօր այս Սաբահ թերթը այսպիսի հայտարարություն է տարածել, ես շատ ցավով եմ ընդունում այս լուրը, որ Հայաստանը իհարկե սա բանավոր տեղեկություն է, սա դեռ հստակեցված չէ, բայց այնինչ ասվում է արդեն տողատակերում մենք ավելի շատ երկար բաներ ենք հասկանում, որ Հայաստանը պատրաստ է զորքերը դուրս բերել երկու ազատագրված տարածքներից եւ գիտեք, արա քիչ առաջ որ դու ասում էիր, հիմա տեսեք ինչ է ստացվում։ Սերժ Սարգսյանը, այ Վիգեն Սարգսյանի անունն էլ որ տվեցիր, նրանք այս ամենի մասին դեռ շատ վաղուց են մտածել։ Եթե Սերժ Սարգսյանը իսկապես գորշ կարդինալ լինելով, այդքան դիվանագետ լինելով, նա հենց առաջին այս ազատագրված տարածքների հարցը պետք է լուծվեր եւ պետք է բնակեցնեին այդ ազատագրված տարածքները, առաջին հերթին մարդկանց ամեն ինչով պետք է ապահովեին եւ տանեին ազատագրված տարածքներում բնակեցներին հայերին, որ այսօր մենք այս խնդրեմը չունեինք։ Տեսեք, նրանք այն գլխից սա չարեցին։ Արդեն գիտեին, թե ինչ պետք է անեն այս ազատագրված տարածքների հետ։ Իսկ այսօր Եռաբլուրը սրա համար լաց է լինում։ Պարոն Սերժ Սարգսյան։ Ես ուրեմն ասի 2 տարի կամ 2.5 տարի առաջ Հայաստանի ուրեմն Ղարաբաղի ներկայացուցիչը հոս եկավ եւ նաեւ Ղարաբաղի արտաքին գործերի մինիստրութենեն գիմի եկավ եւ տասախոսություն տվին Գլենդելի գետրոնական գրադարանի մեջ։ Ես հարցում հարցուցի Ջանշանստուն Ղարաբաղի ներկայացուցիչը։ Բանը Արմինեն, այո։ Ուրեմն իրեն հարցում հարցի, որ ինչու համար վերապնագեցում չլար, չի պատասխանեց, բայց մյուս դիգինը, որ արտաքին գործերի մինիստրության մեջն էր, ինչ պատասխանեց, սա որովհետև սպասում ենք Մինսկի արդյունքին, սի այդ հողերը մերն է, ինչի եք սպասում։ Արդեն սպասեցին եւ հավասիկ արդյունքը ինչ եղավ։ Ես բան ասեմ։ Խնդրեմ։ Ամեն անգամ որ այսօր լուրեր կլսենք, ասկսենք մենք սկսում պանիկայի մեջ մտնել։ Պանիկա չի սա, դա իրականություն չէ, շատ կներես, այս իրականություն չէ, առաջին հերթով։ Իրենց շատ պիտի խոսին այս մասին, շատ պիտի խոսին, որտեվ ես ասչափ տարիներ որ այս թեման կբարձրանա, որտեվ այս առաջին անգամ չէ որ երկու տարածքի մասին կխոսեն, կարող է 5 տարածքի մասին խոսի, շատ կներես։ Այս կի առաջ ալ եղել է այս տեսական։ Շատ է եղել։ Շատ եղել է եւ նույն արդյունքը կա, որովհետեւ դուք չեք հասկանում Արցախի ժողովուրդը։ Արցախի ժողովուրդը գիտեն արդեն որտեվ եղել է, երբ որ ես այնտեղ ապրել եմ, եւ ինչ աղմուկ ներսից, ոչ թե դուք չեք լսած այն մասին, ինչ աղմուկ ներսից կբարձրանա։ Եվ ես շատ ազատամարտիկներ կճանչնամ այնտեղ, որ համ թեր փանակի մեջ կծառայեն, համ իրենց սեփական կորձերով կաշխատեն եւ իրենց ընտանիքը կբահեն եւ այլն։ Եվ ասոնք որ կխոսին տարածքներ հետ տալու, ասոնք առաջին անգամ եթե հանգարց մի հատ շարժումը գա որ պիտի քաշվին, արդեն այս ռեգավարությունը թող Պակոն լինի, թող Սերժը լինի, թող վերջին լինեն, այդ արդեն դուն դեղը որ կմնան, արդեն կպայթեցնեն, կվերջանա։ Այս տարածքները մի մտահոգվիր ժողովուրդ, այս երկրորդական է, կենտրոնանանք մեր օրենքի վրա, կենտրոնանանք մեր հարստությունի վրա, մեր հարստությունը որ մեր քիթին դագեն կքողանան։ Ես կուզեմ անդրադառնամ, չկներես, ես կուզեմ անդրադառնամ, ինչ որ մենք խոսում ենք քիչ առաջ։ Որ ասեցիր որ ես ասեցի որ ես պատրաստ եմ 15 թիքնես կադագ է ասում ճիշտ ասած 15 թիկնաբայ ես մի թիկնաբայ պետք չունեմ ես միայն թամբալ եմ ես չեմ ուզում ծառայել մեր ժողովրդի համար ես կանեմ բայց ես չեմ ուզում ես շատ հանգիստ կյանք ունեմ ինձ համար պայծառ է ես կարող եմ 150 տարի ապրեմ այսպես եւ շատ քողին լինեմ բայց ես ցավում եմ ինչ որ ես տեսնում եմ այն պատճառով ես այս կորձերը կանեմ բայց ես ասեմ Ես տարիներ ապրել եմ այնտեղ, չգիտեմ երբ եկար, ես Անահիտին պատմություն չգիտեմ, ես այստեղից կճանչնամ, բայց ես ապրել եմ 10 տարի այնտեղ, ես իրենց մեջը մտեր եմ,
Ես ամիջապես իրենց մեջը մտերեմ ոչ թե պաշտոնապես, ոչ թե կորձնապես, ես իրենց մեջը մտերեմ։ Ես շատ անձեր կան այնտեղ հիմա, եթե նայում ես այս հաղորդումը, իրենց կասեն, որ բրավո արա, որտեղ միշտ ասել են ինձ, ասեն, որ ես չեմ կրնար փամանել, իմ ցերկերս կեղտոտ են, բայց դու ճիշտ արել ես, դու ճիշտ անում ես եւ ազդում ես իրենց։ Ինչու կվախնան ինձ մե, ինչու այստեղից ոստիկանությունը 10 հոգի կանչեցին, որտեղ իսկապես վախանում են, որտեղ գիտեն, որ ինձ եթե ցերկ տան, ասեմ, որ այն մարդը, որ պաշտպանում էր ինձ, որ գողական աշխարհի մեջ գտնվում է, ինքը այրանագից է ինձ։ Եվ մեր ընտանիքը ցավոք սրտով, բայց այն էր սովետական սիստեման ժամանակին, մենք այդ գողերու մեջ եղել ենք։ Ես այսօր ծնվել եմ, բայց մենք հերու բարեկամներ ունենք, որ այն սիստեմի մեջ են։ Եվ իրենց անում էին սերճին կորձերը, մույսին կորձերը։ Ինձ գիտեն, որ ես ապրոշ իրենց կեղտերը գիտեմ։ Ինչու չեմ դուրս կամ եւ ասեմ, որ Սերժը ցուցակը չի հանեմ հիմա եւ ասեմ, որ այս մարդը սպան է տվավ, այս մարդը սպան է, ինչու չեմ անել, որտեւ ժամանակը չէ փոխել է Սերժին։ Ժամանակը հիմա այս է, որ մենք պետք է փոխվենք վերջապես։ Ես ինչու եւ զորանանք, բայց ես ասում եմ, որ ես եթե գնամ այնտեղ, եթե իսկապես թիգունքս ունեմ խումբը այստեղ եւ ֆինանսապես ապահով լինենք եւ մեծ ֆինանս պետքա, իսկապես մեծ ֆինանս պետքա, որ գնանք այնտեղ, ադամփոշ նալոգի սիստեմը, ադամփոշ չեն կրնար ինձ ոչ ասել, որտեվ գիտեն, որ շանտաժ բարը գիտես, եւ իրենց այնտեղ շանտաժը շատ են անում։ Ես այնպես նույնիսկ այո, ես այնպես ինչու կվախնան։ Ես այնպես նույնիսկ ունեմ ամեն անձի վրա, ամենը, ով որ պաշտոնյա է, Բակոնը սկսած, Սերժը եւ այլն, ամբողջ իրենց վրան, այնպես տեսած նույնիսկ որ ոչ մեկը չունե, եւ միայն ես չունեմ, մենք ունենք մի փոքր խումբ, որ ամենս մենք պահեսավորում ենք այս բաները, որ եթե հանգած բանը պատահի ինձ կամ ուրիշին, թեր այն ապահով է եւ կարող են ամիջապես արդեն իրենց վերջը կան, բայց ես ասում եմ, որ մենք հիմա պետք է մեր մեջը փոխվենք։ Մենք պետք է փոխվենք եւ եթե այսօր գնանք այնտեղ ինչպես պիտի փոխվենք, այս շատ կարևոր է։ Ես ասում եմ, որ ես հոգապան չեմ, ես հոգապուշ չեմ։ Մենք պետք է մասնակիցներ ճանաչենք, որ փոխվենք։ Մենք այսինքն հիմա մենք չպիտի անդարբեր լինենք ոչ մի բանից։ Սպիրկի մեջ եւ հայրենիքի մեջ։ Այո, սպիրկի մեջ մանավանդ հայրենիքը, մորցի հայրենիքը շատ առողջ է սպիրկից նայած։ Սպիրկը մենք ենք հիվանդը։ Մենք հիվանդն ենք, սպյուրկահայությունը հիվանդներն են, ոչ թե Հայաստանը հիվանդ է։ Մենք Հայաստանին հիվանդացնում ենք, որտեղ մենք գալիս ենք այստեղ եւ մենք Հայաստան հիմնադրամին ուժի մեջ կփերենք, որ ասոնք ասկեղտոտները գնան շարունակել եւ ասոնք ստիպված Հայաստանի մեջ ով որ կա մեր խերջ եղբայրները եւ քույրերը, որ Հայաստանի մեջ կա, պետք է փախնեն այնտեղից, որտեղ ես ասում եմ, որ ես իրենց մեջ ապրել եմ, ես տեսել եմ իմ հարևանս, որ սոված է, որ գալիս են եւ չեն ուզում, չեն ասել։ Ես լսել եմ ուրիշ տեղից, որ իմ հարևանը սոված է, ես գնացի օգնություն տվեցի, որ չուզեցին, որտեղ հբարտ ժողովուրդ է, Հայաստանի ժողովուրդը։ Մի մտածել, որ իրենց բանը մուրացքներն են, ոչ, մենք սարքեցինք իրենց մուրացք, մենք սպյուրկահայությունը, որը պրեֆտ է, մենք լավ անում ենք, մենք բանը Washington DC մեջը, ANC, AAA, Armenian Assembly, մի րոպե ես վերջացնեմ, Armenian Assembly, Armenian National Committee, գիտես ինչ արեցին մեզ համար լավ արեցին, ոչ մի բան, հագարակ արեցին, փերեցին World Bank, International Monetary Fund, օգնություն, որ մուրացք սարքե, որ ստրուկի դակ տնեն մեզ, as International Monetary Fund-ը որ եղել է, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը մեծ գումարներ ընդունեցին, ոչ մի բան չարեցին, Լևոնը պայմանագիր ստորագրեց, որ մենք Structural Reform Program-ների մեջ կմտնենք, մտեն այդ ծրագիրներու մեջը եւ Հայաստանը այն օրից հետո արդեն մի անգամից ինչպես որ Սամարյանը սկսում է այսպես կա, ինքը սկսավ իջնել ներքև։ Երեխաներուն համար ժամանակին մենք $600 կրթությունից $600 ներդրում կտրին ամեն անց երեխայի համար կրթություն։ Այն Լևոնի ժամանակը, երբ որ այդ պայմանագիրը կապեցին, ստիպված փերեցին $30, 600-ից հասավ $30 երեխայի կրթությունը։ Ձերերը, որ ժամանակին ձերի բաներ ստանում են, օգնություն ստանում են, չէ, ինչպես կրնաս տալ այն ամերիկացիները կասեն International Monetary Fund, դուն բարգի տակ ես, դուն պետք է փոխես վիճակը կտրե։ Կտրեցին ձերերուն օգնությունը, կտրեցին կրթությունը, կտրեցին տրանսպորտի ձրի գալը եւ այլն։ Ասում եմ, որ մենք սպյուրկահայությունը հիվանդներն ենք, որ մենք հիվանդացուցինք Հայաստանը։ Եվ ես ամեն ինչը կարող եմ ապացուցել։
օրերով, դոկումենտներով, պայմանագիրներով որ կապեր են, սկսած Լևոնին, Ռոբերտին, Սերջին, եւ մենք շարունակում ենք, այս պետք է փոխվի մեր մեջը։ Սփյուռքահայությունը, արտնացիր, մենք պետք է փոխվենք, մենք ամբողջս պետք է հոգապուժի մոտ գնանք եւ փուժվենք։ Մենք պետք է հասկանանք, որ հայրենիքը այն չէ, որ պիտի աչքերը փակես եւ պիտի ասես, որ քոնե հայրենիք ունենք, մենք երկիր ունենք, սիրիացիները բանը, ասորիները չունեն եւ նայր գործված բանը։ Վաղը մույսօրը մենք ալ չունենք Հայաստանը, եթե այսպես շարունակենք։ Արաջա, ես քեզ հետ համաձայն եմ եւ մեր հիմա դու փոխվելու մասին ես խոսում, բանը պարոն Բուրնուզյանն էլ արդեն ասաց ինչ ձևի փոխվել, գիտեք ես Սփյուռքի փոփոխությունը ինչ մտավոր փոփոխությունը, որը դրականորեն կազդի Հայաստանի վրա, ինչպես եմ տեսնում, բայց իմ կարծիքով դա անիրականանալի է, որովհետև մենք հայերս շատ զգացմունքային, շատ էմոցիոնալ ժողովուրդ ենք, դժվար թե մեր հայրենակիցներն այդ քայլին գնան։ 2005 թվականին, երբ ես Հայաստան գնացի եւ եկա, ես ամեն օր հյուրանոցում դուռը փակում էի ու ասում էի, ես չեմ ուզում այսպիսի Հայաստան տեսնեմ, որտեղ ես ամբողջ իմ գիտակցական կյանքը ապրել եմ Հայաստանում եւ այն Հայաստանը, ինչ որ ես տեսա, ես չէի ուզում այդպիսի Հայաստան տեսնել։ Եվ երբ վերադարձա այստեղ, այս նույն Արմենիա կոչվող թիվին, հիմնադիրներից մեկը ես եմ, այդ Արմենիա կոչվող թիվին, Սաքի Մուրադյանի գլխավորությամբ, որովհետեւ 15 տարի հիմնադրման օրվանից ես այդ կայանում եմ աշխատել եւ երբ վերադարձա հենց այդ նույն կայանում ուղիղ եթերի ժամանակ ես մի բան ասացի ժողովրդին ուզում եք Հայաստանի այսօրվա վիճակը փոխվի պիտի միասնական ամբողջ Սփյուռքը հատկապես Լոս Անջելեսը 1 տարի ոչ մի կոպեկ փող չպիտի ուղարկի Հայաստան բարեկամ լինի հարազատ լինի ով ուզում է լինի այդ ժամանակ ժողովուրդը դուրս կգա, այդ ժամանակ ժողովուրդը կպայքարի, բայց երբ մարդկանց հետ խոսում ես, մարդն ասում է ինչպես կարող եմ քրոջս չօգնեմ, ինչպես կարող եմ հորս գումար չուղարկեմ, ինչպես կարող եմ սա չանեմ, այս փողերը որ գնում են այստեղից Հայաստան միլիարդավոր դոլարներով, այդ գումարները հենց գնում են մեր ձեր բոլորի ասած օլիգարխների գրպանը Ինչու, որտեղ լֆիկը շաքարավազի մենաշնորհն ունի, չգիտեմ այն մյուս մականունավոր, չգիտեմ այս ինչը, այն ինչ ամեն մեկը մի մենաշնորհ ունի Հայաստանում եւ այդ ամբողջ բիզնեսները նրա ձեռքին է եւ այս ժողովուրդ այստեղի ուղարկված գումարները նորից գնում է այդ օլիգարխների գրպանը։ Իմ տեսակետը սա է առաջ։ Ես մի բան հարցնեմ քեզ Անահիտ, որ դու դերյակ ես ինչ է կատարվում Հայաստան։ Իմ ասածս ինչ որ ես բացատրեցի քեզ, այս օրենքի վրա կենտրոնանալ եւ այլն։ Սպասե, բայց եղեր է փորձեր ենք այս բանը անել մինչեւ հիմա։ Փորձեր ենք Սփյուռքից անել։ Չէ, պիտի անենք։ Չէ, ես այն հարցս, եթե փորձեր եք կամ չէ, հաճաշը պատրաստ է, wow, I'm hungry too։ Բայց փորձեր է մեկը այն բանը անել։ Ես չեմ կարծեր։ Եվ ես կարծում եմ, որ մինչև որ չփորձենք, ինչպես որ ես ասացի, Շահան Նաթալիին խոսքն է, որ ասում է, որ ամեն ինչ պիտի փորձես, մինչև որ այն ծայրահեր բաները փորձես անելու։ Եվ մինչև որ այդ ամեն ինչ չի փորձենք, մենք իրավունք չունենք ասել, որ չի կարող պատահի, չի կարող, ես չեմ կարծել, որ ոչ երբեք չեմ ասում չի կարող պատահի, պիտի պատահի, այսօր չլինի վաղն է լինելու, այսպես շարունակվել չի կարող լինել, և մինչև վերադառնալը, այ հիմա Արամ Մանուկյանի համակարգչի կոմպյուտերի վրա նաև զուգահեռ նայում ենք Հայաստան հիմնադրամի թելեթոնը, անկեղծ ասած նայում եմ Եվ սրտանց ուզում եմ ապրել հենց այդպիսի Հայաստանում, այսպես վարդագույն, գեղեցիկ, այնպիսի կադրեր են ընտրել, այնպիսի գործարաններ են ցույց տալի, այնպիսի մարդկանց են ցույց տալի, կարծես Հայաստանը Շվեյցարիա է, մենք էլ նստել ենք այստեղ սուտ ենք խոսում։ Ես հենց ձեր ցույց տված Հայաստանում եմ ուզում ապրել, որը գնացել եք ամենալավ կադրերն եք ընտրել, բերել ու դրել եք, ժողովրդին դրանով ուզում եք խաբել։ Ցույց տվեք իրական Հայաստանը։ Այդ ձեր ցույց տվածին զուգահեռ ցույց տվեք նաև այն իրական Հայաստանը, որում այսօր ապրում է մեր ժողովուրդը։ Այլապես այսօր արտագաղթը այդ աստիճանի չէր հասնի։ Ժողովուրդը փախնում է Հայաստանից, բա ինչու զուգահեռ դրանք էլ ցույց չեք տալի։ Ես ուզում եմ ձեր այս վարդագույն Հայաստանում ապրել, որը չկա այսօր։ Հայաստան, Հարութ, որ ինձ համար Հայաստան ես վերջապես, Հարութ, ես կառաջարկեմ մի բան, մեր Thanksgiving-ի ճաշը պատրաստ է ներքևը, ես կառաջարկեմ, որ ես անցյալ օրվա ծրագիրը
որ AMGA-ի Հայաստան հիմնադրամը շատ նեգատիվ ռեակցիան ունեցավ, զայրացան եւ ասեցին, որ ցես պիտի փակենք։ Ես կցանկանամ, որ այն ծրագիրը, եթե գրնանք այդ ծրագիրը, որ շաբաթօրը ցույց պիտի տակ, կրնացնել ինքը մի ժամանոց է, որ քոնե մենք գնանք մի կտոր հաց ուտենք, կվերաթարնանք, որ շատ նյութեր կան այնտեղ, որ պիտի ներկայացնենք, համ Զարուհի Փոստանջյանը կա այդ ծրագիրի մեջ ընդհանուր Հայաստան հիմնադրամի մասին as 13 to donate or not to donate մի ընդհանուր պատկերը կա, որ հետո կրնաց մտնել եւ կարդասի հարկե եւ ինչ ակայներ եւ այդ թեփքը որ պատահեց Hilton հյուրանոցը, որ փորձեցին ինձ սեպակալել։ Այդ ամեն ինչը ներկայացուցած ենք այնտեղ։ Մենք տնենք այն, մենք իջնենք ներքև, մեր հնկահավը ուտենք եւ մի քիչ մեր ընտանիքի հետ։ Ես մեկ հատ ուրիշ բան ցույց տամ, ինչ այդ հիմա գրնաս իջնալ եւ անգեյետ հետո թող տնենք։ Նո մեկ հատ ասիկա արտագաղթի մասին ինչքան երկար է։ 5 րոպե։ Օգտիր հետո բան կանենք։ Այո։ Շատ լավ։ Ուրեմն սիրելի հայրենագիտներ, այս ծրագիրը ինչպես կտեսնեք, մեր իսկական հարցերը կքննարկե այս հերոստագայանը իսկական հարցերու փեմմն է եւ ավասիկ եթե գրնակ ծեր նվիրատությունները անել AMGA ընկերության 50 100 $200 ավասիկ ծեր ալտերնատիվ ծրագիրն է որոնց համար դուք պետք է որ դիգուն կակնիկ որպես շարունակվի այս ծրագիրը ամենս որ խնդրեմ գադարացե գադիգա ես հիմա ցույց պիտամ դեսայրիզմը եւ գմյանակ ցեզի մի 30 րոպե հետ շնորհակալություն Վաշինգտոնում գործող Police Forum Armenia վերլուծական կենտրոնի վերջերս հրապարակած ուսումնասիրությունը մեր երկրի վերաբերյալ հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը արդյունք չի տվել։ Ավելին, իրավիճակը սրվել է։ Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է։ Նշվում է նաև, որ մեր երկրում հանրային քաղաքականությունը իրականացվում է հիմնականում կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը ծանր գործընթաց է ամբողջ աշխարհում, ասում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, հատկապես երբ խոսքը պաշտոնյաների մասին է։ Սակայն ի տարբերություն շատ երկրների, երբ պայքարի շնորհիվ ներքին եւ միջին օղակներում կոռուպցիայի դրսևորումները նվազում են, մեր երկրում այն ամենուր է, վերևից ներքև եւ հակառակը։ 91-ից մենք ստեղծեցինք անհաջող պետություն, որը փորձագետի գնահատմամբ իր մեջ պարունակում է բոլոր կոռուպցիոն ռիսկերը։ Կոռուպցիայի դեմ պայքար չի գնում, երբեք 91 թվականից իրական պայքար չի գնում։ Իրականության մեջ այդ բոլոր փաստաթղթերը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղակի միջազգային ասպարեզում ցույց տալ, որ մենք այո ժամանակակից պետություն է, մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Մեր երկրում շարունակում են ռիսկային մնալ դատական, կրթական եւ առողջապահական ոլորտները։ Կոռուպցիան այնտեղ է, որտեղ ըստ Հարություն Մեսրոպյանի գործ ունեն մեծ թվով մարդկանց հետ։ Ընդ որում նրա կարծիքով պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը եւս չի մեղմացնի վիճակը։ Նման բան չի կարող լինի, որովհետեւ երբ խնդիրը դրված է այնպես, որ պաշտոնյան ունի հնարավորություն շատ անհամեմատ մեծ գումարներ վաստակել կոռուպցիայի շնորհիվ, նման անգամ միլիոն 2 միլիոն դրամ դա շատ փոքր կարելի է ասել օրվա ծախսեր են մարդկանց մոտ, որոնք հնարավորություն ունեն միլիոնավոր դոլարներ յուրացնելու։ Պատկերացնում եք միլիոնավոր դոլարներ յուրացնելու հնարավորության կողքին մենք ունենում ենք միլիոնավոր դրամներ, դա արդեն դառնում է մանրադրամ։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարելի է խոսել, երբ այն թաքնված է, սակայն մեր երկրում այսպես ասած այդ խնդիրը չկա։ Ամեն ինչ բացահայտ է, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարելի է խոսել, երբ որ կոռուպցիան ինքը թաքնված է։ Այսինքն փորձում ես ստվերից հանես եւ պայքարես, բայց քանի որ ինքը ակնհայտ բացահայտ է, մի քիչ տարօրինակ է թվում։ Սկզբից պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ կոռուպցիան թաքնվի, որ նրան հայտնաբերես, որ պայքարես, բայց ինքը թաքնվելու բան չունի, ձգտում էլ չունի։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, երբ խորհրդարանում էր 2007-ին նրան առաջարկել են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի պետական հանձնաժողովում, հրաժարվել է։ Արդեն այն ժամանակ, երբ որ ես տեսել եմ, որ խոսքը գնում է պետական մարմնի մասին, որը պետք է պայքարի ինքը իր դեմ, իր բացասական սովորույթների, իր քաղաքական կոռուպցիայի բնույթ գրող
երևույթի դեմ, ես անշուշտ արդեն այն ժամանակ հանդես եմ եկել բավականին կտրուկ պես հայտարարություններով։ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ հնարավոր է կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ դրական արդյունք, բերում է Հոնկոնգի օրինակը, երբ դրսևորվեց քաղաքական կամք, վերանայվեցին բոլոր օրենքներն ու որոշումները, որոնք կոռուպցիայի հնարավորություն էին ստեղծում։ Իսկ երկրորդ կարևոր քայլն այս առումով քաղաքացիական հասարակության ունակությունների զարգացումն է, ասում է Ալավերդյանը։ Քաղաքացիական հասարակությունը ոչ թե միայն հայտարարաբար այդպես պետք է լինի, որ նա ընդգրկված է բոլոր մարմիններում, քաղաքացիական հասարակության հմուտ աչքի ներքո պետք է ընթանան բոլոր պետական ծախսերը։ Հիմա փաստորեն ասում են բաց է, ոչ չի արվում, եւ իրոք դա քաղաքացիական հասարակության պարտականությունն է, որը այսօր ոչ մեկը չի կատարում։ Թեև տարածաշրջանում Հայաստանի վիճակը կոռուպցիայի առումով ավելի բարվոք է, սակայն Լարիսա Ալավերդյանի կարծիքով ոչ նախանձելի։ Մենք դրական դինամիկա չունենք, դիրքերը բարելավվում են միայն մյուսների նիշի նվազման հաշվին։ Տիգրանուհի Մկրտչյան, Արսեն Կարապետյան, Ազդարար։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսակ, խոսքերը ավելնորդ են, սակայն մենք պարտավոր ենք այստեղից արձագանքել այս բոլոր խայտառակ տվյալներին եւ ամբողջ հարցը նրանում է, որ մենք զուգահեռ իջնում ենք ներքև, դիտում ենք այս դրամահավաքի ընթացքը, ինչպես է կայանում, ովքեր են այդ կոչերը անողները եւ ինչ դերասանական ոճով են կատարում, կարող եմ ասել հոգևորականներից սկսած մինչև իրական դերասանները բոլորը անում են դերասանություն։ Դժվար է ճշմարտության հետ համակերպվելը, բայց ցավոք սրտի ճշմարտությունը եւ ես կրկին ուզում եմ ձեզ ներկայացնել այս բոյկոտի հիմնական պատճառը։ Ոչ թե մենք բոյկոտում ենք, որ Հայաստան գումար չգնա, մենք բոյկոտում ենք այն ձևաչափը, որով կատարվում է այս համահայկական հիմնադրամը։ Մենք բոյկոտում ենք այն կարգերին եւ բարքերին, որով կատարվում է այս հիմնադրամը։ Մենք ուզում ենք, որ այս գումարները, որ ժողովուրդը ավելի շատ տա, այն դեպքում, երբ որ իրականում այս գումարները կաշխատեն իրենց իսկ նպատակով։ Իսկ նպատակները, ինչպես դուք գիտեք, ինչպես դուք տեսնում եք, բազմաթիվ են։ Մենք ունենք Դա պաշտոնական տվյալների հետ մենք բոլորս էլ համաձայն չենք, 35% երբ որ ասում են աղքատության գոյություն, կարող ենք ենթադրել, որ դա 45-ից եւ բարձր տոկոս է կազմում։ Ինչպես կարելի է այդպիսի բարձր տոկոսներ ունենալու դեպքում մտածել ընդհանրապես ճանապարհների մասին։ Ես չեմ ուզում այսօր այն քաղաքական վերլուծականի մեջ մտնել, որ գիտեք այս ճանապարհը ռազմավարական ինչ-որ մեծ նշանակություն ունի Արցախի անվտանգության անապահովության համար եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ ավելի պարզ հասարակ հարց է ծագում։ Եթե Հայաստանը դատարկվում է Արցախի հետ զուգահեռ, ում համար է այդ ճանապարհը հետագայում ծառայելու։ Ուրեմն մեր առաջնախնդիրը պետք է լինի առաջին հերթին արտագաղթը կանգնեցնել, դրանից հետո ծրագիր մշակել, որ այդ հողերը վերաբնակեցվեն, այսինքն հողը տարածքը մարդով է կենթանի, մարդով է շնչում, եթե այնտեղ մարդ չի ապրում, մեռյալ քաղաքների համար գումար չեն հավաքում։ Ուրեմն դուք ապացուցեք, որ այդ ճանապարհը սարքվում է մարդկանց համար, ապացուցելու համար հարկավոր է այդ գումարները ուղղել այն ծրագրին, որը առաջին հերթին կկանգնացնի գաղթը։ Դրանից հետո նոր կաշխատի ինչ-որ ծրագրերի համար։ Քանի որ դուք դա չեք անում, այսինքն մի կողմից դուք դատարկում եք Հայաստանը, մարդկանց մղում եք նրան, որ նրանք լքեն եւ Արցախը եւ Հայաստանը, դրա հետ մեկտեղ ճանապարհ եք կառուցում, կներեք, մենք չենք հավատում ձեզ։ Մենք կհավատանք այն ժամանակ, երբ որ անձամբ Սերժիկ Սարգսյանը գոնե մի օր կխոսա արտագաղթի մասին, բայց այս իր արդեն 6-րդ, 7-րդ տարվա այդ իշխանավարման ժամանակ այդ ընթացքում մենք եւ գետ մեկ անգամ չլսեցինք, որ նա անդրադառնա գաղթի հարցերին։ Ինչու՞։ Այսինքն մենք կարող ենք պարզ գրանցել,
որ այսօրվա իշխանությունների ծրագիրն է դատարկել Հայաստանը։ Եթե դուք դատարկում եք Հայաստանը, ում համար եք կառուցում այդ ճանապարհները։ Այսինքն այդ ճանապարհը պետք է Վարդենիսից Մարտակերտ գնա, շատ արագ ձևի, այնտեղի հանքերը թալանվեն, որոշ օլիգարխները հարստանան, վերջում Ղարաբաղը ծախեք ռուսներին կամ Ադրբեջանին եւ փախչեք։ Դրա համար եկել այստեղ այդ գումարը հավաքում։ Կներեք, մենք համաձայն չենք։ Գոնե ես եւ իմ ընկերները, որոնք այսօր ներկա են այստեղ, մենք համաձայն չենք։ Մենք չենք ուզում դուք այդ գումարները օգտագործեք ձեր սեփական գիշատիչ նպատակների համար։ Բոլոր գծերը վարում են, ես կարծում եմ, մի քանի զանգել մենք պետք է տենք ժողովրդին, որ իրանք էլ արտահայտվեն։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ամոթեզ ամբողջ հայազգի կողմից նման հաղորդում։ Շնորհակալություն։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Am I live? Yes, you are in live. Ես ուզում եի ձեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան դուք ուզում եք իրականությունը մարդկանց ասեք, որ մենակ Հայաստանին չի փրկի, բոլոր աշխարհին, դաշտ երբեկին, շատ մերսի հալալա ձեզ։ Մի հուզվեք, ես պատասխան տամ, տեսեք, երկու իրարամերժ հեռախոսազանգ, մեկը զանգարում է առանց իրավունք ունենալու ժողովրդի ամբողջ ազգի կողմից ամոթանք է տալիս։ Սա ես կարծում եմ տգիտությունա, տիկին ձեր հնդկահավը այրվեց, դուք ձեր հնդկահավով զբաղվեք, դուք այսպիսի հարցերով մի զբաղվեք և պարապությունից, եթե հնդկահավ չունեք պատրաստելու, պարապությունից մի վերցեք հեռախոսը, այսպիսի անհեթեթ հայտարարություն արեք։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Այո, լսում եմ ձեզ։ Ես հիմա եթերում եմ։ Այո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես կասեմ հետևյալը, ես էլ որպես շարքային քաղաքացի, ես կարող եմ ինձ անվանել հայրենասեր։ Մեր թշնամին ներսում է։ Հիմա վերցնենք քաղաքական հարց, վերցնենք պատմամշակութային հարց, վերցնենք արդյունաբերության հարց, վերցնենք գյուղատնտեսության հարց, որ հարցն էլ Արմեն ջան վերցնում ենք, այդ կեղտոտ կացիկը թելը գլորվը։ Այսինքն վերցնելու բան չկա։ Իշխանության գիրկը։ Ուրեմն ինչ հարց ուզում ես վերցնել։ Ուրեմն 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ նրանք ոչնչացրեցին մեր ամբողջ ազգային ժողով, երբ ոչնչացրին նրանք մեր պոլիտբյուրոն, մեր Արժանի Շայտակ Դեբրեչյանին, Վազգենին, Մարուչանյանին, մյուսներին, այդտեղից արդեն կազմակերպեց այդ թալանչի ավազակապետությունը, որ ասում ենք, որ մինչև այսօր մենք չենք կարողանում պայքարել սրանց դեմ։ Մենք հիմա իհարկե ես իմ կարծիքն եմ ասում, ես իմ հասկացողությունն եմ ասում, ես ոչ լրագրող եմ, ոչ պատմաբան եմ, ոչ քաղաքագետ եմ, հասարակ գալ քշող այս կեղտոտները ստեպեցին մեզի։ Այսինքն այնքան պարզ է այդ ամեն ինչը կատարում, որ բոլորն էլ հասկանում են։ Քաղաքականություն, վերլուծաբան լինել, ես իմ քաղաքանագետ լինել, ես իմ ինչ։ Այո։ Բոլորը հասկանում են։ Ես հիմա ներողություն միտքս վերջացնեմ։ Չկարողացա ես վերջացնեմ։ Կներեք, որ ընդհատեցի ձեզ։ Միտքս վերջացնեմ։ Հիմա ուրեմն այդ ամբողջովին հոկտեմբերի 27-ից հետո դա որ կատարվեց, արդեն ուրեմն յուրաքանչյուր հայի այսօրվա հարցրեք, բաց իրանույթականից, բայց քո ցավն ինչ է, ինչով ես դու ցավվեց է, գասի 99 թվականի հոկտեմբերի 27-ին, որ մեզ վերացրեցին մեր այդ հայրենասեր կառավարությանը։ Եվ այդպես սկսվեց անգրագետ, տգետ, բռի մարդկանց ղեկավարությունը։ Եթե դու անգրագետ ես, եւ տգետ ես, եւ մասնագետ չես, դու ես խողովակա, ոնց կարող ես սվարգանել, որ ջուր չկատա։ Ոնց կարող ես ղեկավարել մի ժողովուրդ, որ դու ինքդ ես տգետ։ Եվ այդտեղից այսօրվա օրը Արմեն ջան, ցավը տանեմ ամեն ինչը սկսավ։ Ես մանուկ հասակից պստելիկ տղա էի, երբ ոչմի եշմիացին, փողոցային, այդ հերթի մեջով կացկացում էի, որ այդ Վազգենի ձեռքը պաշեի։
մեր մոտ մանուկներից մոտ այդքան սրբությունները էշմիածին է։ Մենք հիմա այսօր կորցրել ենք էշմիածինը։ Կորցրել ենք մեր սրբությունը։ Չէ, մենք չենք կորցրել, չէ, կներեք արդեն այստեղ կընդհատեմ ձեզ։ Այսօր որ այդ խուժան ապուշ այդ կաթոլիկոսները կներեք, շատ կներեք, որ ձեզ ընդհատում եմ, ուրեմն արդեն համաձայն չէ, որ մենք կորցրել ենք էշմիածինը, նույն ձևի կարող եք արդեն պնդել, որ մենք կորցրել ենք Արցախը, Հայաստանը, այդպես չի։ Մենք չենք կորցրել ոչ Էջմիածինը, ոչ Արցախը, ոչ Հայաստանը։ Մենք այսօր հենց պահում ենք այն տեսակետը, որ այս իշխանությունը պետք է կորցվի։ Իրանց նպատակն է, այո, եւ Էջմիածինը կորցնել, եւ Հայաստանը, եւ Արցախը։ Մեր նպատակն է իրենց կորցնել, պահպանել Հայաստանը, Արցախը եւ Էջմիածինը։ Եվ դրա համար ենք կոչ անում. ոտքի կանգնեք, աջակցեք իրար։ Այս խոհանոցային տիկնայք, որ զանգահարում են, ամոթանք են տալիս, դրանք չեն ժողովուրդը։ Իրական ժողովուրդը, ես ուզում եմ, որ հեռախոսով ընդհանրապես չխոսան։ Տեսեք, կոչ ենք անում։ Այսօր գովաբանության օրն է, դրամահավաք է։ Պատրաստ եք Հայաստանին օգնելու, բայց ներկայացնում ենք, որ այդ ճանապարհը սխալ է։ Կոչ ենք անում ձեզ օգնել EMG-ի կայանին, ոչ թե ուղղակի հենց կայանին։ Այդ գումարները ուղարկեք, ես 3 տարբերակ եմ տվել։ Ձեր չեկերի վրա կամ թուղթ գրեք հետը հավելյալ, գրեք։ Ես ուզում եմ այս գումարը գնա ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Հաջորդ տարբերակը կարող եք գրել։ Ես ուզում եմ այս գումարը գնա Գյումրի անապահով ընտանիքների համար։ Երրորդ տարբերակն եք ձեզ տալիս։ Տեսեք, տարբերակներ եք տալիս, այդ 3 տարբերակները օգտագործեք։ Ձեր զորակցությունը դրանով ցուցաբերեք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Շատ շնորհակալություն մարտիկ լինելու համար։ Իսկ այն կինը, որ ամոթան չանդրադառնանք ոչ մեկին, այդ կինը ուղղակի հնդկահավեր է, փուն չգիտեր ինչի մասին է խոսքը։ Որ մի օլիգարխի սիրուհին է դա, որ թավով եկեք տեսեք, բոլորս մի համայնքում ենք ապրում, կաղա մեկը մյուսի զայնից էլ ճանաչում եք, եկեք մեկս մյուսին չվիրավորենք, ամեն մեկն իր տեսակետն ունի։ Տեսեք, ես պարզ բացահայտ հայտարարություն արեցի, եթե կան մարդիկ, ովքեր ունեն փաստարկներ, այսինքն հակափաստարկներ մեր ասածներին, եւ պատրաստ են գալ այստեղ երկխոսելու, ներկայացնելու այն իրավիճակը, այսինքն, որը մենք սուտ ենք խոսում, որ իրոք Հայաստանում այդպիսի վիճակ չկա, ամեն ինչ գերազանց է, այս բոլոր գումարները ծառայում են իր նպատակներին, մեր նախագահները, թե Արցախի, թե Հայաստանի արդար մարդիկ են, նրանք օրոգիշեր չեն քնում եւ մտածում են ժողովրդի բարեկեցության մասին, խնդրեմ, եկեք այստեղ այդ ապացույցները ներկայացրեք։ Բայց քանի որ դուք դեռ չեք գալիս, դուք թաքնվում եք հեռախոսի համարների հետևում եւ ինչ որ կսկտուր մի բառ ասում եք ամոթ, դավաճան եւ այլն, դա չի անցնում։ Դա չի անցնում, սիրելիներս։ Մենք լավ հասկանում ենք այդ զանգերը ովքեր են տալիս եւ ինչու են տալիս։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Հալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմեն հետ եմ խոսում։ Այո, իմ հետ եք խոսում։ Արմեն ջան, բարև։ Բարև ձեզ։ Արմեն ջան, մի հարց տամ քեզ, դու ասա այո կամ ոչ։ Խնդրեմ։ Ուշ գտնում որ այս բոլորի պատճառները ինչ որ կա Ռոբերտ Քոչարյան, Սարգսյան, սա Լևոնից իլեդա, Լևոնը դրես, ջրեց իմանաք օգտվում են այս բոլորից։ Չեն կարող ժխտել ձեզ։ Հետ գրացեք նոր Չեն կարող ժխտել ձեզ։ Բոլոր բանդերի պատճառը Լևոնն է։ Տեսեք, ես չեմ ուզում խորանալ անցյալի մեջ, ուղղակի ես լրիվ համաձայն եմ, պատասխանեմ ձեր հարցին, ես լրիվ համաձայն եմ, չեմ ուզում եթերը շատ երկարացնել այդ հարցով, ուղղակի կարող եմ ասել, ինչպես բոլորը, այնպես էլ ես, հավատացինք, որ երկրորդ անգամ մարդը շանս վերցրեց իր համար, այսպես ասենք, եւ հավատացինք, որ պետք է նա փոխի ինչ-որ մի բան։ Կրկին ժողովուրդը խաբնվեց եւ ձեր փաստարկին ես չեմ կարող որևէ ձևով հակադարձել։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Հալո։ Այո։ Հալո։ Okay,
Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմեն ջան, ես կարծում եմ, որ այս եթերը ուղիղ եթերով գնում է եւ ընդմիշտ գնացած մարդիկ լսում են, ուզում եմ անդրադառնամ քիչ առաջվա հարցին, որ դու բացրացրեցիր։ Այո։ Ես վերաբերում եմ նրան, որ Արան շատ գեղեցիկ ներկայացնում էր։ Մի տարի առաջվա պատրաստած դպրոցի վրա դրել են $1 միլիոն։ Մի տարի առաջ պատրաստված մանկապարտեզի վրա դրել են $1 միլիոն։ Մեզանից յուրաքանչյուրը Հայաստանում ունեցել է տուն։ Բոլոր ժողովուրդը, որ մեկն ամեն տարի իր տան վրա մեծ գումարներ ծախսել, դրել վերանորոգելու համար։ Հիմա անդրադառնամ հարգարժան չի ասի, այնքան էլ հարգարժան չի, Բակո Սահակյանին, իր պապիկին եւ նախապապիկին, Սերժիկին եւ Ռոբիկին, իրանք առանձնատները ամեն տարի վերանորոգում են, այնպես որ շատ ճիշտ եւ դիպուկ նկատել եք, որ դա փող լվանալու տեղ է, ես արդեն 18 տարի այստեղ եմ եւ միշտ էլ ասել եմ, որ դուք ձեր բարեկամին հարազատին օգնեք ավելի նպատակասլացա կամ ձեր մարտական ընկերներին, որոնց շնորհիվ այսօր այդ բնակալեզները միլիարդների տեր են դարձել, որ իրանց համար նման ճանապարհ սարքելը մի տասնյակից ավել միլիարդատերեր կան։ Ամեն տարի $10 միլիոն որ դնեն, մի քանի 100 ձևի ճանապարհ կսարքեն։ Այնպես որ այս իզուր ծախսեր են անում, շատ գեղեցիկ ասած Արամ, որ գալիս են ստեղ այս հանգանակության հաշվին ման են գալիս, մարդկանց հյուրանոցներից հանում են, թե իրանց վտանգ է սպառնում։ Քաբաբ խորովածային մթնոլորտ։ Այո, այո։ Եվ այդքանից հետո ուզում են, որ նորից հանգանակություն անեն, մարդիկ փող հավաքեն։ Հերիք է, ժամանակն է, որ իշխանափոխություն լինի։ Շնորհակալություն։ Ձեր դիտարկմանը ես արձագանք եմ այն առումով, որ երբ որ ասում եք օլիգարխները կարող են հավաքվել, տեսեք հակառակը, ես ինչպես նշեցի հաղորդման սկզբում առաջին ելույթում, ինչպես միշտ մենք տեսնում ենք ամեն տարի ցուցադրաբար կոպիտ եմ ասում շախ տալու համար մնացած ժողովրդին օլիգարխները հավաքվում են ինչ-որ ճաշկերույթ Մոսկվայից, Երևանից, հիմնականում դա Մոսկվայում էր կատարվում, 20-30 միլիոն հավաքում էին եւ ասում են տեսեք արդեն 30 միլիոն բյուջե ունենք, դե ուր է, ամոթ չի դուք էլ չտաք։ Այս տարի դա էլ չկա։ Ինչու, որովհետեւ այսօրվա օլիգարխներ անգամ հասկանում են, որ Սաշիկ ախպերը չի ուզում իր գրպանից գումար ծախսի, իրանք պետք է տան, քանի որ իր բիզնեսն է ուզում զարգացնի Վարդենից Մարտակերտ ճանապարհի շնորհիվ, իրանք անգամ չեն ուզում տան։ Ուրեմն այստեղի ժողովուրդը պետք է մասնակցի խեղճ ու կրակ քյասիբ Սաշիկի համար գումար հավաքի, որ այդ ճանապարհը կառուցվի։ Սա է ամբողջ խնդիրը։ Կրկին ձեզ ներկայացնում եմ այսօրվա բոյկոտի նպատակը ոչ թե համահայկական հիմնադրամն ենք մենք բոյկոտում, այլ բոյկոտում ենք այն նպատակը, որի համար դա այսօր կատարվում է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ձեր հեռուստացույցի, ժողովուրդ ջան, ձեր հեռուստացույցի ձայները իջեցրեք, ախր 15 տարի այս եթերները կա, միշտ ասում ենք, միանում եք եթերին ձայնը իջեցրեք։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Արմեն ջան, ես ապչեն, վերջը այդ Հայաստանը առանց հայերի պիտի գնա Մոսկվայի ձեռը։ Արդեն գնում է, այդ ռելսերի վրա են դրել։ Շատ նայում ենք։ Հələ արտակայ ուզում եմ Երևան գնայի, գնացի պասպորտ էի ուզում, չտվեցին։ Ախար, տեսեք, կներեք ժողովուրդ ջան, նախ-առաջ եկեք կոնկրետ առաջարկներ անենք, իրար լսենք, տեսեք, ասում եք պասպորտ տայ, բացատրում ենք ձեզ, այսօր ներգաղթ Հայաստանին հարկավոր չէ, ոչ թե Հայաստանին, այսօրվա իշխանություններին, նրանք ամեն ինչ անում են ժողովրդին վանելու Հայաստանից, դուք դեռ խոսում եք ներգաղթից, դուք դեռ ուզում եք պասպորտ ստանաք Հայաստան գնաք, մեր մեծամեծ Սերժիկ Սարգսյանի ասածով գնաք, որ ինչ անեք, որ ձեզ էլ թալանեն կողոպտեն, որ ձեզ էլ սպանեն, դուք եթերում եք լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմեն, ես իմ միտքս պետք է արտահայտեմ, մեկ
այլ հեռախոսազանգի հետ կապված, որը ձեզ հարց տվեց Ես հասկանում Լևոն Տեր-Պետրոսյանի կապակցությամբ։ Ասեն համաձայն եք իրեն հետ այդ հարցում, ես այդ հարցում ստիպված եմ եղել հեռախոսը ձեռքս վերցնել, որովհետև ես իմ միտքս այդ հարցում Եթե շատ կարճ համաձայն եմ լսել ձեզ։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Այո, 2 րոպե, որտեղ սա ընդդիմություն է, դուք որպես հանդես եք գալիս ընդդիմություն, դու Կանայիթը, Ռուդիկը, որպես Եվ մերպես հազարավոր մարդիկ։ Դուք ինձ լսում եք, չէ՞։ Այո, այո։ Այո, տեսեք, հիմա քիչ առաջ մի մարդ զանգեց ասեց Լևոնի բերած կադրերն են։ Եվ դուք համաձայն էիք իրեն հետ։ Բայց դա այդպես է, ոնց կարող ենք ժխտել, որ Ռոբերտ Քոչարյանին Լևոն Տեր-Պետրոսյանը չի բերել, ոնց կարող ենք ժխտել դա։ Համարում եք, որ Լևոնը գողություն է կատարել Հայաստանի պետական բյուջեից։ Խոսքը գողության մասին չի գնացել, խոսքը ընդհանրապես հարցը տրվեց, ով է բերել Ռոբերտ Քոչարյանին, ես համաձայնվեցի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է բերել, ինչ կա այստեղ, ինչ եք կապում գողությունը բերելու հետ միասին։ Տեսեք, 2 գող նախագահ ունենք։ Այո։ Լուծված գողեր Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իր ամբողջ շրջապատով, չէ՞ որ դուք ինձ եք ասում կոռումպացված երկիր, օլիգարխներ Երկիրը ուրիշ է, իշխանությունն ուրիշ է, մենք պետք է խոսանք իշխանության մասին։ Ինձ մի ընդհատեք, խնդրում եմ, ինձ միայն լսեք, մի րոպե լսեք, Լևոնը քանդված ամբողջ սովետի փլատակների տակ մնացած երկիր վերցրեց, դա քաղաքական փլատակներ էին, և Հայաստանը ֆիզիկական քանդված վիճակում էր, և մինչև այսօր Լևոնից հետո, Լևոնը դուրս է եկել 97 թվին, Եվ մինչև այսօր 15-16 տարի դեռ Գյումրի ենք կառուցում եւ դուք սկսում եք Լևոնին հարվածել եթե դուք տեսեք դուք կներեք սա երկար խոսակցություն է մենք իրար լավ ճանաչում ենք մենք գիտենք իրար մենք գիտենք այս հարցը քննարկել ենք եւ դուք միշտ այս հարցով զանգահարում եք երկար բարակ այս թեմայով խոսում եք ես ուղղակի մի բան կասեմ այստեղ խոսքը գնաց ով է բերել Քոչարյանին Մենք համաձայնվեցինք, որ բերել Լևոն Տեր-Պետրոսյանը, մենք չասենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գող ավազակ է Սերժիկի եւ Ռոբիկի պես, դրա մասին խոսք չի գնում, պատմության մեջ չխորանանք, խոսքը գնում է նրա մասին, որ հերթական անգամ առաջին նախագահը ժողովրդին մարտի 1-ի դեպքերով տարավ դեպի հաղթանակ իբր, բայց թևաթափարեց եւ այսօր ընդհանրապես գոյություն չունի Խոսքը դրա մասին է գնում։ Կուզեմ մի բան ավելցնել։